Այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ իրականացնում է հազարավոր քիմիական ռեակցիաներ վայրկյանում։ Ձեր ուղեղը սպառում է ձեր ամբողջ էներգիայի 20%-ը, պարզապես մտածելու համար։ Ձեր սիրտը պոմպավորում է 5 լիտր արյուն ամբողջ մարմնով յուրաքանչյուր րոպե։ Դուք կենդանի եք։ Բայց պատկերացրեք մի աշխարհ, որտեղ այս ամենը երբեք չի սկսվել։ Մի աշխարհ, որը ունեցել է ամեն ինչ՝ ջուր, մթնոլորտ, ջերմություն, ժամանակ, բայց մնացել է լուռ։ Այդ աշխարհը գոյություն ունի, այն կոչվում է Մարս։ 2006 թվականին, երբ NASA-ի Mars Reconnaissance օրբիտերը սկսեց ուսումնասիրել կարմիր մոլորակի մակերեսը, գիտնականները հայտնաբերեցին մի բան անսպասելի։ Հարավային բևեռի մոտ, սառույցի տակ, թաքնված էին հսկայական ջրի պաշարներ, բայց դա միայն սկիզբն էր։ Հաջորդ տասնամյակների ընթացքում մարսոտիճանները Spirit-ը, Opportunity-ն, Curiosity-ն և Perseverance-ը հայտնաբերեցին ավելին, քան պարզապես սառույց։ Նրանք գտան 5 գետերի հունավորումներ, լճերի չորացած հատակներ, հանքանյութեր, որոնք կարող էին ձևավորվել միայն ջրի ներկայությամբ։ Եվ ամենակարևորը՝ օրգանական մոլեկուլներ։ Կյանքի շենքային բլոկները։ Բայց Մարսը լռում է։ Հիմա պատկերացրեք, որ կարող եք սեղմել ժամանակը։ Վերցրեք Մարսի ամբողջ 4 միլիարդ տարվա պատմությունը և սեղմեք այն 24 ժամի մեջ։ 1 օր, 1 պտույտ ժամացույցի շուրջ։ Այս պատկերացված օրվա առավոտյան, կեսգիշերից հետո մի քանի րոպե անց, Մարսը ծնվում է։ Երիտասարդ, տաք, ծածկված հաստ մթնոլորտով։ Նրա մակերեսին հոսում են գետեր, ամպերը լցնում են անձրևներ, մագնիսական դաշտը պաշտպանում է մոլորակը արեգակի մահացու ճառագայթումից։ Առավոտյան ժամը 6-ի սահմաններում, երբ երկիրը դեռ չի գոյություն ունենում, Մարսը ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է կյանքի համար։ Բայց երեկոյան ժամը 12-ին, երբ մեր պատկերացված օրը ավարտվում է, Մարսը դեռևս լուռ է։ 2012 թվականին Curiosity մարսոտիճանը Գեյլ կրատերում իրականացրեց մի փորձ, որը փոխեց ամեն ինչ։ Նա գրավեց ժայռի նմուշ և տաքացրեց այն իր փոքրիկ լաբորատորիայում։ Ջերմաստիճանը բարձրացավ մինչև 500 աստիճան Ցելսիուս, և հանկարծ գործիքները հայտնաբերեցին մեթան, օրգանական գազ, որի վրա գրեթե միշտ արտադրվում է կենդանի օրգանիզմերի կողմից։ Բայց սա չէր վերջը։ Նույն տարում Մարսի մթնոլորտում հայտնաբերվեցին մեթանի սեզոնային ալիքներ։ Ամռանը մակարդակները բարձրանում էին, ձմռանը իջնում։ Ճիշտ այնպես, ինչպես կլիներ, եթե ինչ-որ բան շնչեր։ Բայց ո՞վ է շնչում Մարսի վրա։ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի աստրոբիոլոգ Լյուիս Դարտնելը 2019 թվականին հրապարակեց մի ուսումնասիրություն, որը ցնցեց գիտական համայնքը։ Նա վերլուծեց Մարսի վրա հայտնաբերված բոլոր օրգանական մոլեկուլները և եկավ անսպասելի եզրակացության։ Այդ մոլեկուլները չէին կարող ձևավորվել պարզապես քիմիական ռեակցիաներից։ Դրանք չափազանց բարդ էին, չափազանց կազմակերպված։ Դարտնելը գրեց. «Մենք չենք կարող բացառել, որ Մարսի վրա երբևէ եղել է կյանք։ Ավելին, մենք չենք կարող բացառել, որ այն դեռ կա խորը ստորգետնյա շերտերում, որտեղ մեր գործիքները չեն հասնում։ Պատկերացրեք, որ կանգնած եք Օլիմպ Մոնսի գագաթին, արեգակային համակարգի ամենաբարձր լեռան վրա։ 21 կիլոմետր բարձրություն, 3 անգամ ավելի բարձր, քան Էվերեստը։ Ձեր ոտքերի տակ տարածվում է անսահման դաշտավայր, ծածկված կարմիր փոշով։ Երկինքը վարդագույն է ցերեկվա ժամերին և կապույտ մայրամուտին։ Հորիզոնում տեսնում եք հսկայական կանյոնները, Վալես Մարիներիսը, որը կարող էր ընդգրկել ամբողջ Միացյալ Նահանգները։ Եվ ամենուր, ուր նայում եք, տեսնում եք ջրի հետքեր, չորացած գետերի հունավորումներ, հին ափերի ուրվագծեր, տեղեր, որտեղ երբեմն ալիքները խփվել են ժայռերին։ Բայց ոչ մի ձայն, ոչ մի շարժում։ Միայն քամու սուլոցը բարակ մթնոլորտում։ 2017 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի երկրաբան Քիրսթեն Սիբախը վերլուծեց Մարսի հողի նմուշները և հայտնաբերեց մի բան տարօրինակ։ Հողում կային պերքլորատներ, քիմիական միացություններ, որոնք երկրի վրա սովորաբար հայտնվում են չափազանց չոր միջավայրերում։ Բայց Մարսի պերքլորատների կոնցենտրացիան էր այնքան բարձր, որ դրանք կարող էին սպանել ցանկացած հայտնի ձև կյանքի։ Սիբախը հայտարարեց. Մարսի մակերեսը ոչ թե պարզապես անբնակ է, այն ակտիվորեն թունավոր է։ Բայց հետո նա ավելացրեց մի բան, որը փոխեց ամբողջ պատկերը։ Սակայն 2 մետր խորության վրա պերքլորատների մակարդակը կտրուկ իջնում է։
Այնտեղ, ստորգետնյա շերտերում, կյանքը կարող է գոյատևել։ Հիմա պատկերացրեք երկու աշխարհ։ Երկուսն էլ ծնվել են նույն ժամանակ, ծմոտավորապես 4 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Երկուսն էլ ունեցել են ջուր, երկուսն էլ ունեցել են ամթնոլորտ, երկուսն էլ ունեցել են մագնիսական դաշտ, երկուսն էլ եղել են տաք եւ խոնավ։ Բայց մեկը լցված է կյանքով, միլիարդավոր տեսակներով, որոնք լողում են օվկիանոսներում, թռչում են երկնքում, քայլում են ցամաքի վրա։ Մյուսը լուր։ Ինչ եղավ։ Ինչու Երկիրը ծաղկեց, իսկ Մարսը մեռավ։ Կամ Մարսը իսկապես մեռած է։ 2018 թվականին Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express-ը հայտնաբերեց մի բան անհավանական։ Հարավային բևեռի տակ, 1 կիլոմետր խորության վրա, գտնվում էր հեղուկ ջրի լիճ, 20 կիլոմետր լայնությամբ։ Հեղուկ, ոչ սառույց։ Ջուր, որը պահպանվում է հեղուկ վիճակում շնորհիվ աղերի բարձր կոնցենտրացիայի եւ ստորգետնյա ջերմության։ Իտալացի աստրոֆիզիկոս Ռոբերտո Օրոսեին, որը ղեկավարում էր հետազոտությունը, հայտարարեց. «Սա առաջին անգամն է, երբ մենք հայտնաբերել ենք հեղուկ ջուր Մարսի վրա, եւ որտեղ կա ջուր, կարող է լինել կյանք։ Բայց եթե կյանք կա, ինչու մենք չենք տեսնում այն։ Պատկերացրեք, որ վերադառնում եք ժամանակի մեջ, 4 միլիարդ տարի հետ։ Դուք կանգնած եք նույն տեղում, Օլիմպ Մոնսի գագաթին, բայց այժմ ամեն ինչ այլ է։ Երկինքը խիտ կապույտ է, հաստ մթնոլորտից։ Ձեր ոտքերի տակ ոչ թե փոշի է, այլ խոնավ հող։ Հորիզոնում տեսնում եք ոչ թե չորացած կանիոններ, այլ հսկայական գետ, որը հոսում է դեպի հյուսիս։ Ջուրը փայլում է արևի լույսի տակ, ամպերը հավաքվում են լեռների վրա, եւ հանկարծ անձրև։ Իսկական անձրև Մարսի վրա։ Կաթիլները ընկնում են ձեր ձեռքերի վրա։ Դուք կարող եք համտեսել դրանք։ Այս էր Մարսը։ Երիտասարդ, կենդանի, լի հնարավորություններով։ 2019 թվականին Քոլորադոյի համալսարանի երկրաբան Բրայան Հայնեկը վերակառուցեց Մարսի հին կլիման, օգտագործելով Curiosity մարսոտիճանի տվյալները։ Նա հայտնաբերեց, որ 3 միլիարդ 800 միլիոն տարի առաջ Մարսի մթնոլորտային ճնշումը եղել է բավարար, որպեսզի հեղուկ ջուրը կարողանա գոյություն ունենալ մակերեսին։ Ջերմաստիճանը տատանվել է 0-ից մինչև 20 աստիճան Ցելսիուս։ Անձրևները եղել են կանոնավոր։ Հայնեկը գրեց. Մարսը ոչ թե պարզապես ունեցել է ջուր, այն ունեցել է ջրային ցիկլ, ճիշտ այնպես, ինչպես Երկիրը այսօր։ Բայց ինչ-որ բան փոխվեց։ Պատկերացրեք Մարսի միջուկը, մոլորակի կենտրոնը։ 4 միլիարդ տարի առաջ այն եռում էր։ Հալած երկաթը եւ նիկելը պտտվում էին, ստեղծելով հզոր մագնիսական դաշտ։ Այդ դաշտը պաշտպանում էր Մարսը արեգակի արևային քամուց, լիցքավորված մասնիկների հոսքից, որը շարունակ հարվածում է մոլորակներին։ Մագնիսական դաշտը եղել է ինչպես անտեսանելի վահան, որը շեղում էր այդ մասնիկները։ Բայց Մարսը փոքր է, Երկրից 10 անգամ ավելի փոքր զանգզանգվածով, եւ փոքր մոլորակները ավելի արագ են սառչում։ 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ Մարսի միջուկը սկսեց սառչել։ 2014 թվականին NASA-ի Maven տիեզերանավը սկսեց չափել, թե ինչպես է Մարսը կորցնում իր մթնոլորտը։ Արդյունքները եղան ցնցող։ Յուրաքանչյուր վայրկյան Մարսը կորցնում է մոտավորապես 100 գրամ մթնոլորտ, յուրաքանչյուր օր 8 տոննա, յուրաքանչյուր տարի 3000 տոննա։ Արևային քամին, որ այլևս չի կանգնեցվում մագնիսական դաշտի կողմից, պարզապես փչում է մթնոլորտը տիեզերք։ Կոլորադոյի համալսարանի ֆիզիկոս Բրյուս Ջակոսկին Maven-ի գլխավոր հետազոտողը բացատրեց. մենք չենք պարզապես դիտում Մարսի մթնոլորտի կորուստը, մենք տեսնում ենք, թե ինչպես է մեռնում մի մոլորակ։ Եվ երբ մթնոլորտը անհետացավ 2015 թվականին, NASA-ի գիտնականները վերլուծեցին Մարսի հյուսիսային հեմիսֆերայի տոպոգրաֆիան եւ եկան անհավանական եզրակացության։ 3 միլիարդ 800 միլիոն տարի առաջ Մարսի հյուսիսային կեսը ծածկված էր օվկիանոսով։ Խորությունը հասնում էր մինչև 1 կիլոմետր, ծավալը 20 միլիոն խորանարդ կիլոմետր։ Ավելի շատ, քան հյուսիսային սառուցյալ օվկիանոսը Երկրի վրա։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի երկրաբան Մայքլ Մուման հայտարարեց. Մարսը ունեցել է օվկիանոս։ Իսկական, խոր, կապույտ օվկիանոս։ Եթե դուք կանգնեիք նրա ափին, չէիք տեսնի մյուս կողմը։ Բայց այդ օվկիանոսը անհետացավ։ Երբ մագնիսական դաշտը թուլացավ, արևային քամին սկսեց հարվածել ուղղակիորեն մթնոլորտին։ Ճնշումը իջավ։ Եվ երբ մթնոլորտային ճնշումը իջնում է, հեղուկ ջուրը չի կարող մնալ հեղուկ։ Այն կամ սառչում է, կամ գոլորշիանում։ Մարսի օվկիանոսը սկսեց գոլորշիանալ։ Ջրային գոլորշին շին բարձրանում էր մթնոլորտ, իսկ արևային քամին փչում էր այն տիեզերք։
Միլիոնավոր տարիների ընթացքում մոլեկուլ առ մոլեկուլ Մարսը կորցրեց իր ջուրը։ Այն, ինչը չգոլոշյացավ, սառեց, թաղվելով փոշու տակ։ Եվ կյանքը, եթե այն երբևէ եղել է, մնաց առանց տան։ 2016 թվականին Curiosity մարսոտիճանը Գեյլ կրատերում վերլուծեց հողի նմուշ, որը փոխեց մեր պատկերացումները։ Նմուշում հայտնաբերվեցին ազոտի միացություններ, նիտրատներ։ Երկրի վրա նիտրատները հիմնականում արտադրվում են կենսաբանական պրոցեսների արդյունքում։ Բակտերիաները վերցնում են մթնոլորտից ազոտը և վերածում այն նիտրատների։ Բայց նիտրատները կարող են ձևավորվել նաև ոչ կենսաբանական ճանապարհով, կայծակների միջոցով։ Կալիֆոռնիայի համալսարանի քիմիկոս Ռաֆայել Նավարո Գոնսալեսը, որը վերլուծեց տվյալները, գրեց. «Մենք չենք կարող վստահորեն ասել, որ այս նիտրատները կենսաբանական ծագում ունեն, բայց մենք չենք կարող նաև բացառել այն»։ Ահա թե որտեղ է Մարսի խորհուրդը։ Յուրաքանչյուր հայտնագործություն բացում է դուռ, բայց ոչ մի դուռ չի տանում վերջնական պատասխանի։ Հիմա պատկերացրեք, որ դուք գիտնական եք։ Դուք նստած եք լաբորատորիայում և նայում եք էկրանին, որտեղ ցուցադրվում են Մարսից ստացված տվյալները։ Դուք տեսնում եք օրգանական մոլեկուլներ, տեսնում եք մեթան, տեսնում եք նիտրատներ, նեկնիտրատներ, տեսնում եք հին գետերի հետքեր և օվկիանոսների ափեր։ Տեսնում եք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է կյանքի համար։ Բայց չեք տեսնում կյանք։ Ինչ եք մտածում։ Արդյոք կյանքը երբևէ եղել է այնտեղ։ Արդյոք այն դեռ կա խորը ստորգետնյա շերտերում, որտեղ մեր գործիքները չեն հասնում։ Թե Մարսը միշտ եղել է անկենդան աշխարհ, որը պարզապես նմանակում էր կյանքի պայմանները։ 2017 թվականին Վաշինգտոնի համալսարանի աստրոբիոլոգ Դիրք Շուլցե Մակուխը առաջարկեց մի տեսություն, որը ցնցեց գիտական համայնքը։ Նա վերլուծեց Մարսի մթնոլորտում մեթանի սեզոնային տատանումները և եկավ եզրակացության, որ դրանք չեն կարող բացատրվել միայն երկրաբանական պրոցեսներով։ Շուլցե Մակուխը գրեց. «Եթե Մարսի վրա կա կյանք, այն հավանաբար գտնվում է 2 կամ 3 մետր խորության վրա, որտեղ պաշտպանված է ուլտրամանուշակագույն ճառագայթումից և պերքլորատներից։ Այնտեղ, ստորգետնյա սառույցի մեջ, միկրոօրգանիզմները կարող են գոյատևել սնվելով հանքանյութերից և արտադրելով մեթան, որպես կենսագործունեության արդյունք։ Բայց ինչպես կարող ենք ստուգել այս տեսությունը։ Պատկերացրեք, որ փորում եք Մարսի հողը 1 մետր, 2 մետր, 3 մետր։ Յուրաքանչյուր սանտիմետրով դուք ավելի ու ավելի խորանում եք անցյալի մեջ։ Վերին շերտը, փոշին, որը ծածկում է մակերեսը, ձևավորվել է վերջին մի քանի միլիոն տարիների ընթացքում։ Ավելի խորը հողը, որը հիշում է ժամանակները, երբ Մարսը դեռ ունեցել է մթնոլորտ։ Եվ ավելի ու ավելի խորը շերտեր, որոնք թաղված են եղել 3 միլիարդ տարի առաջ, 2020 թվականին։ Perseverance մարսոտիճանը վայրէջք կատարեց Ջեզերո կրատերում, տեղում, որը 3 միլիարդ 500 միլիոն տարի առաջ եղել է լճի հատակ։ Նրա առաքելությունը պարզ է՝ հավաքել հողի նմուշներ, որոնք հետագայում կվերադարձվեն Երկիր վերլուծության համար։ NASA-ի աստրոբիոլոգ Քեն Ուիլֆորթը, որը մասնակցում է առաքելությանը, բացատրեց. «Մենք փնտրում ենք կենսագրություններ, քիմիական կամ ֆիզիկական հետքեր, որոնք կարող են ցույց տալ, որ կյանքը երբևէ եղել է այստեղ։ Սա կարող է լինել օրգանական մոլեկուլների որոշակի կազմակերպում կամ հանքանյութերի տեսակներ, որոնք սովորաբար արտադրվում են միկրոօրգանիզմների կողմից։ Բայց նույնիսկ եթե մենք գտնենք այդ հետքերը, դա կլուծի Մարսի խորհուրդը։ Պատկերացրեք, որ կարող եք տեսնել ամբողջ արեգակային համակարգը միաժամանակ, ոչ թե որպես անհատական մոլորակներ, այլ որպես մեկ ընտանիք։ Մերկուրին, այրված և անպաշտպան, Վեներան, խեղդված իր սեփական մթնոլորտից, Երկիրը, կանաչ և կապույտ, լի կյանքով, Մարսը, կարմիր և լուռ։ Յուրաքանչյուր մոլորակ պատմում է պատմություն, բայց միայն երկուսը, Երկիրը և Մարսը, ունեցել են իրական հնարավորություն։ Երկուսն էլ ծնվել են նույն պայմաններում, երկուսն էլ ստացել են նույն նվերները տիեզերքից, բայց մեկը ծաղկեց, մյուսը մարեց։ Ինչու՞։ 2019 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մոլորակագետ Հիլարի Էլբաուերը ստեղծեց համակարգչային մոդել, որը նմանակում էր Մարսի և Երկրի զարգացումը։ Նա մուտքագրեց նույն սկզբնական պայմանները, նույն չափի մոլորակներ, նույն հեռավորությունը արեգակից, նույն քանակությամբ ջուր և մթնոլորտ։ Ապա թողեց, որ մոդելը աշխատի։ Արդյունքները եղան ցնցող։ Յուրաքանչյուր անգամ, երբ նա գործարկում էր սիմուլյացիան, Երկիրը պահպանում էր իր մթնոլորտը և ջուրը։
բայց Մարսը կորցնում էր դրանք, միշտ, անկախ սկզբնական պայմաններից։ Էլբաուերը գրեց. Խնդիրը ոչ թե այն է, թե ինչ ունեցավ Մարսը, խնդիրը այն է, թե ինչ չունեցավ նա, բավարար զանգված, պահելու համար իր միջուկը տակ։ Բայց արդյոք չափը միակ տարբերությունն է։ Պատկերացրեք երկու երեխաներ, որոնք ծնվել են նույն օրը, նույն հիվանդանոցում, նույն բժիշկները, նույն պայմանները, նույն խնին խնամքը։ Բայց մեկը մեծանում է ուժեղ եւ առողջ, մյուսը թույլ եւ հիվանդ։ Ինչու՞։ Երբեմն դա գենետիկա է, երբեմն միջավայր, երբեմն պարզապես բախտ։ Մոլորակների հետ նույնն է։ Երկիրը եւ Մարսը ծնվեցին որպես եղբայրներ, բայց նրանց ճակատագրերը տարբեր էին սկզբից։ Երկիրը ծանր էր բավականաչափ, պահելու համար իր ներքին ջերմությունը միլիարդավոր տարիների ընթացքում։ Մարսը ոչ։ Եվ այդ մեկ տարբերությունը որոշեց ամեն ինչ։ 2017 թվականին Տոկիոյի համալսարանի երկրաֆիզիկոս Տակեհիկո Սատոն հաշվարկեց, թե որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի տարբեր չափի մոլորակները կորցնեն իրենց ներքին ջերմությունը։ Երկրի չափի մոլորակը կարող է պահպանել հալած միջուկ մոտավորապես 10 միլիարդ տարի։ Մարսի չափի մոլորակը միայն 1 միլիարդ։ Սատոն բացատրեց. Սա ֆիզիկայի պարզորենք է։ Փոքր օբյեկտները ավելի արագ են սառչում, քանի որ նրանց մակերեսի հարաբերակցությունը ծավալին ավելի մեծ է։ Մարսը պարզապես չափազանց փոքր էր, պահելու համար իր ջերմությունը բավականաչափ երկար։ Բայց եթե Մարսը դատապարտված էր սկզբից, ինչու է կարևոր ուսումնասիրել այն։ Պատկերացրեք, որ նայում եք հայելու մեջ, բայց այս հայելին ցույց է տալիս ոչ թե ձեր դեմքը, այլ ձեր ապագան, կամ ավելի ճիշտ, ձեր հնարավոր ապագան։ Մարսը հենց այդպիսի հայելի է Երկրի համար։ 3 միլիարդ տարի առաջ Մարսը եղել է այնպիսին, ինչպիսին Երկիրն է այսօր՝ տաք, խոնավ, պաշտպանված մագնիսական դաշտով։ Բայց Մարսը կորցրեց այդ ամենը։ Եվ հարցը, որը պահում է գիտնականներին արթուն գիշերները, հետևյալն է. կարո՞ղ է Երկիրը կրկնել Մարսի ճակատագիրը։ 2019 թվականին Կոլումբիայի համալսարանի կլիմայաբան Գավին Շմիթը հրապարակեց ուսումնասիրություն, որը համեմատում էր Մարսի կլիմայական փոփոխությունները Երկրի ներկա իրավիճակի հետ։ Նա գտավ անսպասելի նմանություններ։ Երկու մոլորակներն էլ կորցնում են իրենց պաշտպանիչ շերտերը։ Մարսը կորցրեց մագնիսական դաշտը եւ մթնոլորտը։ Երկիրը կորցնում է օզոնային շերտը եւ կայունացնող կլիման։ Շմիթը գրեց. Մարսը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ մոլորակը կորցնում է իր պաշտպանությունը։ Սա ոչ թե վերացական գիտություն է, սա նախազգուշացում է։ Բայց արդյոք մենք լսում ենք այդ նախազգուշացումը։ Հիմա պատկերացրեք, որ կանգնած եք ժամանակի գետի ափին։ Ձախ կողմում տեսնում եք անցյալը, Մարսի ոսկե դարը, երբ գետերը հոսում էին եւ օվկիանոսները փայլում էին արևի լույսի տակ։ Աջ կողմում տեսնում եք ներկան, անապատ, լուռ, ծածկված կարմիր փոշով։ Եվ հարցը, որը տանջում է յուրաքանչյուր գիտնականի, հետևյալն է. երբ տեղի ունեցավ անցումը, երբ Մարսը անցավ կենդանի աշխարհից մահացած աշխարհի։ Արդյոք դա եղավ աստղաբաշխական կատակլիզմից մեկ օրում, թե դանդաղ մահացում էր միլիոնավոր տարիների ընթացքում։ 2021 թվականին Perseverance մարսոտիճանը Jezero կրատերում վերլուծեց ժայռերի շերտավորումը եւ հայտնաբերեց մի բան տարօրինակ։ Շերտերը ցույց էին տալիս, որ Մարսի կլիման փոխվել է ոչ թե աստիճանաբար, այլ կտրուկ։ Մի շերտում հանքանյութեր, որոնք ձևավորվում են ջրի ներկայությամբ։ Հաջորդ շերտում հանքանյութեր, որոնք ձևավորվում են չափազանց չոր պայմաններում։ Եվ այդ երկու շերտերի միջև միայն մի քանի մետր։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի երկրաբան Բեթանի Էլման, որը վերլուծում էր տվյալները, բացատրեց. Սա նման է գրքի, որտեղ բացակայում են էջերը։ Մենք տեսնում ենք առաջ եւ հետո, բայց չենք տեսնում ընթացքում։ Ինչ որ բան տեղի ունեցավ, որը ջնջեց միջանկյալ շերտերը։ Ինչ կարող է լինել այդ ինչ որ բանը։ Պատկերացրեք աստերոիդ, ոչ թե փոքրիկ քար, այլ լեռ, 10 կիլոմետր տրամագծով, որը շարժվում է 30 կմ/վ։ Այն հարվածում է Մարսի մակերեսին այնպիսի ուժով, որ ստեղծում է կրատեր 100 կիլոմետր լայնությամբ։ Պայթյունը նետում է միլիարդավոր տոննա փոշի եւ ժայռեր մթնոլորտ։ Ցնցումային ալիքները տարածվում են ամբողջ մոլորակով։ Եվ եթե այդ աստերոիդը բավականաչափ մեծ է, այն կարող է փոխել մոլորակի պտտման առանցքը, խանգարել նրա մագնիսական դաշտը, նույնիսկ հարվածել մթնոլորտի զգալի մասը տիեզերք։ 2016 թվականին Բեռնի համալսարանի աստրոֆիզիկոս Ռամսես Ռամիրեսը մոդելավորեց,
թե ինչ կլիներ, եթե հսկայական աստերոիդ հարվածեր Մարսին 3 միլիարդ 700 միլիոն տարի առաջ։ Արդյունքները եղան աղետալի։ Մեկ հարվածը կարող էր հեռացնել մթնոլորտի մինչև 30%-ը։ Ջերմությունը կարող էր գոլորշիացնել մակերեսային ջրի զգալի մասը, եւ փոշու ամպը, որը ծածկեր մոլորակը, կարող էր արգելափակել արևի լույսը ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում։ Ռամիրեսը գրեց. Մեկ աղետալի հարված կարող էր սկսել շղթայական ռեակցիա, որը վերջացավ Մարսի մահով։ Բայց արդյոք դա իսկապես տեղի ունեցավ։ Պատկերացրեք դետեկտիվ, որը ուսումնասիրում է հանցագործության տեղը։ Նա տեսնում է զոհին, տեսնում է ապացույցները, բայց չի տեսնում հանցագործին։ Մարսի հետ նույնն է։ Մենք տեսնում ենք արդյունքը, մեռած մոլորակ։ Տեսնում ենք ապացույցները, կորած մթնոլորտ, գոլորշիացած ջուր, թուլացած մագնիսական դաշտ, բայց չենք տեսնում ճշգրիտ պատճառը։ Արդյոք դա եղավ աստերոիդի հարվածից, թե պարզապես մոլորակի բնական ծերացումից, թե մի բանից, որի մասին մենք դեռ չենք գիտակցում։ 2022 թվականին Perseverance մարսոտիճանը հավաքեց ժայռի նմուշ, որը կարող է պատասխանել այս հարցին։ Նմուշը վերցվեց խորշերտից, ձևավորված 3 միլիարդ 600 միլիոն տարի առաջ։ Երբ այն վերլուծվի երկրի վրա, հնարավոր է 2032 թվականին, երբ այն վերադարձվի հատուկ առաքելությամբ, գիտնականները կարող են տեսնել ճշգրիտ քիմիական կազմը, եւ այդ կազմը կպատմի պատմություն։ Պատմություն այն մասին, թե ինչ էր Մարսի մթնոլորտը այդ ժամանակ։ Ինչ էր ջերմաստիճանը։ Կար արդյոք կյանք։ Բայց նույնիսկ եթե մենք գտնենք պատասխանները, դա փոխի արդյոք ինչ-որ բան։ Հիմա պատկերացրեք երկու ճանապարհ։ Մեկը տանում է դեպի ձախ, դեպի անցյալ, որտեղ Մարսը դեռ կենդանի է։ Մյուսը տանում է դեպի աջ, դեպի ապագա, որտեղ Երկիրը կարող է դառնալ նոր Մարս։ Յուրաքանչյուր քայլ, որ մենք անում ենք որպես տեսակ, որոշում է, թե որ ճանապարհով կգնանք։ Յուրաքանչյուր որոշում այրել ավելի շատ վառելիք, կտրել ավելի շատ անտառներ, արտանետել ավելի շատ գազեր մթնոլորտ, մեզ մոտեցնում է Մարսի ճակատագրին։ Բայց մենք ունենք մի բան, ինչը Մարսը երբեք չունեցավ՝ ընտրություն։ 2020 թվականին NASA-ի կլիմայական գիտնական Գավին Շմիթը ստեղծեց համեմատական մոդել, որը ցույց էր տալիս Մարսի եւ Երկրի կլիմայական փոփոխությունները կողք կողքի։ Մարսի կորը կորցրեց մթնոլորտը 1 միլիարդ տարում։ Երկրի կորը կորցնում է կայուն կլիման 200 տարում։ Շմիթը ավելացրեց երրորդ կոր՝ հիպոթետիկ երկիր, որտեղ մարդկությունը ձեռնարկում է արմատական գործողություններ կլիման կայունացնելու համար։ Այդ երրորդ կորում Երկիրը պահպանում է իր կլիման հաջորդ 10,000 տարիների ընթացքում։ Շմիթը գրեց. Մարսը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ մոլորակը կորցնում է իր հավասարակշռությունը։ Բայց մենք ունենք տեխնոլոգիա եւ գիտելիք խուսափելու այդ ճակատագրից։ Հարցը միայն այն է, կօգտագործենք մենք դրանք։ Բայց վերադառնանք Մարսին։ Վերադառնանք այն հարցին, որը սկսեցինք։ Եղել է արդյոք կյանք այնտեղ։ Պատկերացրեք, որ դուք բակտերիա եք Մարսի վրա 3 միլիարդ 800 միլիոն տարի առաջ։ Դուք ապրում եք ջրի մեջ, հարմարավետ, տաք լճում։ Ձեր շուրջը միլիարդավոր ձեր նմանները։ Դուք սնվում եք հանքանյութերից, որոնք լուծված են ջրում։ Դուք բազմանում եք, բաժանվում, ստեղծում եք նոր սերունդներ։ Կյանքը պարզ է, բայց այն կա։ Ապա մի օր արևը դառնում է ավելի պայծառ, ջուրը սկսում է գոլորշիանալ, լիճը դառնում է ավելի ծանր, ավելի աղի։ Դուք փորձում եք հարմարվել, բայց պայմանները փոխվում են չափազանց արագ։ Եվ մի օր վերջին կաթիլ ջուրը գոլորշիանում է, եւ դուք մնում եք միայն սառած փոշու մեջ։ Արդյոք այդպես ավարտվեց Մարսի կյանքը։ 2019 թվականին Էդինբուրգի համալսարանի աստրոբիոլոգ Չարլզ Քոքելը ուսումնասիրեց ծայրահեղ միկրոօրգանիզմները Երկրի վրա, բակտերիաները, որոնք ապրում են ամենաթունավոր, ամենաչուր, ամենացուրտ միջավայրերում։ Նա հայտնաբերեց, որ որոշ բակտերիաներ կարող են գոյատևել պայմաններում, որոնք նույնիսկ ավելի ծայրահեղ են, քան Մարսի ներկա մակերեսը։ Քոքելը գրեց. Եթե կյանքը երբևէ սկսվեց Մարսի վրա, այն չէր պարզապես անհետանա։ Այն կփորձեր գտնել ապաստան։ Եվ լավագույն ապաստանը կլիներ ստորգետնյա շերտերը, որտեղ դեռ կա ջուր, պաշտպանություն ճառագայթումից եւ հարաբերականորեն կայուն ջերմաստիճան։ Այսինքն, եթե Մարսի վրա կա կյանք, այն թաքնված է։ Պատկերացրեք քաղաք, որը թաղված է երկրաշարժից, մակերեսին միայն ավերակներ։ Բայց խորը ստորգետնյա շերտերում, թաքնված քարերի տակ կարող են լինել փոքրիկ գրպանակներ, որտեղ կյանքը շարունակվում է։
Մարսը կարող է լինել ճիշտ այդպիսի քաղաք։ Մակերեսը մեռած, ճառագայթված, թունավոր։ Բայց խորը ներսում 2 կամ 3 կիլոմետր խորության վրա, որտեղ սառույցը հալվում է երկրաբանական ջերմությունից, կարող են լինել փոքրիկ ջրային գրպանակներ։ Եվ այդ գրպանակներում կարող են ապրել միկրոօրգանիզմներ, որոնք երբեք չեն տեսել արևի լույսը, բայց դեռ կենդանի են։ 2021 թվականին Կորնելի համալսարանի աստրոբիոլոգ Ալբերտո Ֆեյրենը հաշվարկեց, թե որտեղ Մարսի վրա կարող են գոյություն ունենալ այդպիսի ստորգետնյա ջրային գրպանակներ։ Նա օգտագործեց Մարսի ներքին ջերմության քարտեզները, սառույցի բաշխման տվյալները և երկրաբանական կառուցվածքի վերլուծությունը։ Արդյունքը՝ քարտեզ, որը ցույց էր տալիս տասնյակ տեղեր, որտեղ հեղուկ ջուրը կարող է գոյություն ունենալ այսօր։ Ֆեյրենը գրեց. «Մենք չպետք է փնտրենք կյանք Մարսի մակերեսին։ Մենք պետք է փորենք։ Եվ երբ փորենք բավականաչափ խորը, կարող ենք գտնել ամենամեծ հայտնագործությունը մարդկության պատմության մեջ։ Բայց ինչպես կարող ենք փորել 3 կիլոմետր խորությամբ մեկ այլ մոլորակի վրա։ Պատկերացրեք հսկայական գայլիկոն, ոչ թե ձեռքի չափի, այլ մեքենայի չափի։ Այն տեղադրված է Մարսոտիճանի վրա և աշխատում է արևային էներգիայով։ Յուրաքանչյուր օր այն փորում է մի քանի սանտիմետր, յուրաքանչյուր շաբաթ մի քանի մետր, յուրաքանչյուր ամիս ավելի խորը և ավելի խորը։ Տարիների ընթացքում այն հասնում է խորության, որտեղ ոչ մի մարդ կամ ռոբոտ երբևէ չի եղել, և այնտեղ, խավարում, այն հայտնաբերում է ջուր, իսկական հեղուկ ջուր, և այդ ջրում ինչ-որ բան, որը շարժվում է։ 2023 թվականին ՆԱՍԱ-ն հայտարարեց նոր առաքելության մասին՝ Mars Life Explorer։ Այս առաքելությունը կներառի հատուկ գայլիկոն, որը կարող է փորել մինչև 5 մետր խորությամբ։ 5 մետր դա բավարար չէ հասնելու ստորգետնյա ջրային գրպանակներին, բայց դա սկիզբ է։ ՆԱՍԱ-ի ինժեներ Թոմ Հոֆմանը, որը նախագծում է գայլիկոնը, բացատրեց. «Մենք սկսում ենք փոքրից, 5 մետր այս առաքելությամբ, 10 մետր հաջորդով։ Յուրաքանչյուր առաքելություն սովորեցնում է մեզ, թե ինչպես փորել ավելի խորը։ Եվ մի օր, հնարավոր է 30 կամ 40 տարի հետո, մենք կհասնենք այնտեղ, որտեղ կյանքը կարող է լինել։ Բայց ինչու սպասել 30 տարի։ Ինչու ոչ հիմա։ Պատկերացրեք, որ ձեզ ասում են, որ ձեր տան ստորգետնյա շերտում թաքնված է գանձ, ամենամեծ գանձը, որ երբևէ գտնվել է։ Բայց որպեսզի հասնեք նրան, դուք պետք է փորեք 10 տարի։ Կսպասեք արդյոք։ Իհարկե կսպասեք, քանի որ գանձը արժե սպասելը։ Մարսի հետ նույնն է։ Եթե այնտեղ կա կյանք, նույնիսկ ամենափոքր բակտերիան, դա կլինի ամենամեծ հայտնագործությունը մարդկության պատմության մեջ։ Դա կփոխի ամեն ինչ, մեր պատկերացումները տիեզերքի մասին, մեր տեղը նրա մեջ, մեր ապագան որպես տեսակ։ 2020 թվականին Հարվարդի աստրոֆիզիկոս Ավի Լոեբը գրեց հոդված, որը կոչվում էր «Ինչու Մարսը կարևոր է»։ Նա բացատրեց. «Մարսը ոչ թե պարզապես մեկ այլ մոլորակ է, այն լաբորատորիա է, որտեղ մենք կարող ենք ուսումնասիրել կյանքի ծագումը, զարգացումը և մահը։ Յուրաքանչյուր ժայռ, որը մենք վերլուծում ենք, յուրաքանչյուր նմուշ, որը մենք հավաքում ենք, պատմում է մեզ ինչ-որ բան նոր։ Եվ երբ մենք վերջապես գտնենք կյանք, եթե այն կա, մենք կիմանանք, որ մենք միայնակ չենք, որ կյանքը ոչ թե պատահականություն է, այլ տիեզերքի բնական հատկությունը։ Բայց ինչ, եթե մենք երբեք չգտնենք կյանք Մարսի վրա։ Պատկերացրեք, որ փորում եք տասնամյակներ, 5 մետր, 10 մետր, 20 մետր, 100 մետր։ Դուք հասնում եք ստորգետնյա ջրային գրպանակներին, վերցնում եք նմուշներ, վերլուծում եք դրանք ամենաժամանակակից գործիքներով և չեք գտնում ոչինչ։ Ոչ բակտերիաներ, ոչ օրգանական մոլեկուլներ, ոչ կենսագրություններ, ոչինչ։ Ինչ կնշանակի դա։ Արդյոք դա կնշանակի, որ կյանքը երբեք չի եղել Մարսի վրա, թե պարզապես մենք չենք փնտրել ճիշտ տեղում։ 2021 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աստրոբիոլոգ Սարա Սիգերը առաջարկեց մի տեսություն, որը կոչվում է Մարսի լռության պարադոքսը։ Նա բացատրեց. Մարսը ունեցել է ամեն ինչ՝ ջուր, մթնոլորտ, էներգիա, ժամանակ, բայց մենք չենք գտնում կյանք։ Սա կարող է նշանակել 3 բան։ Առաջին, կյանքը երբեք չի սկսվել, քանի որ մենք չենք հասկանում դեռ, թե ինչ է իսկապես անհրաժեշտ կյանքի համար։ Երկրորդ, կյանքը սկսվեց, բայց մեռավ, և մենք դեռ չենք գտել նրա հետքերը։ Երրորդ, կյանքը կա, բայց այնպիսի ձևով, որը մենք չենք ճանաչում։ Երրորդ տարբերակը ամենահետաքրքիրն է,
Պատկերացրեք կյանք, որը հիմնված է ոչ թե ածխածնի, այլ սիլիցիումի վրա, կամ կյանք, որը չի օգտագործում ջուր, այլ մեթան, կամ կյանք, որը այնքան դանդաղ է, որ մեկ սերունդը տևում է 1000 տարի։ Երկրի վրա մենք սովոր ենք մեկ տեսակի կյանքի՝ արագ, ակտիվ, հիմնված ջրի եւ ածխածնի վրա, բայց տիեզերքը հսկայական է, եւ հնարավոր է, որ կյանքը կարող է ունենալ ձևեր, որոնք մենք նույնիսկ չենք պատկերացնում։ 2019 թվականին Արիզոնայի համալսարանի քիմիկոս Դանտե Լաուրետան ստեղծեց լաբորատոր մոդել, որը նմանակում էր Մարսի պայմանները։ Նա փորձեց ստեղծել կյանք, օգտագործելով ոչ ստանդարտ քիմիա։ Արդյունքները եղան անսպասելի։ Որոշ քիմիական ռեակցիաներ ստեղծեցին կառուցվածքներ, որոնք նմանվում էին բջիջների։ Այդ կառուցվածքները կարող էին աճել, բաժանվել, նույնիսկ սնվել հանքանյութերից։ Բայց դրանք չէին կենդանի, ըստ մեր սահմանման։ Լաուրետան գրեց. հարցը ոչ թե այն է, կա արդյոք կյանք Մարսի վրա։ Հարցը այն է, ինչպես ենք մենք սահմանում կյանքը։ Եվ սա մեզ բերում է ամենախորը հարցին։ Պատկերացրեք, որ այստեղ չկա նույնիսկ մի անձնասերնիկ, չկա էլ այն ունակություն, որպեսի հարց տաս։ Միայն կյանք է։ Հիմա դու ու ես պետք է գնանք մեջդ էլ, որպեսի հասկանանք խորը հարցին։ Պատկերացրեք, որ դուք պետք է բացատրեք օտարերկրացուն, թե ինչ է կյանքը։ Դուք կասեիք, կյանքը բան է, որը շարժվում է, բայց քամին էլ է շարժվում։ Դուք կասեիք, կյանքը բան է, որը աճում է, բայց բյուրեղներն էլ են աճում։ Դուք կասեիք, կյանքը բան է, որը բազմանում է, բայց վիրուսները բազմանում են, եւ մենք դեռ վիճում ենք, արդյոք դրանք կենդանի են։ Իրականում մենք չունենք կատարյալ սահմանում կյանքի համար։ Եվ եթե մենք չգիտենք, թե ինչ ենք փնտրում, ինչպես կարող ենք գտնել այն Մարսի վրա։ 2022 թվականին ՆԱՍԱ-ն հավաքեց միջազգային խումբ, 25 գիտնականներ տարբեր ոլորտներից, որպեսզի ստեղծեն նոր սահմանում կյանքի համար։ Նրանք աշխատեցին 2 տարի, վիճեցին, քննարկեցին, փորձարկեցին տարբեր տարբերակներ եւ վերջապես եկան հետեւյալ սահմանմանը. կյանքը ինքնակայուն քիմիական համակարգ է, որը ունակ է դարվինյան էվոլյուցիայի։ Այս սահմանումը ընդգրկում է ամեն ինչ, բակտերիաներից մինչև մարդիկ, բայց նաև թողնում է տեղ անհայտ ձևերի համար։ Բայց արդյոք այս սահմանումը կօգնի մեզ գտնել կյանք Մարսի վրա։ Պատկերացրեք, որ կանգնած եք երկու դռների առջև։ Առաջին դուռը բացում է դեպի սենյակ, որտեղ Մարսը երբեք չի ունեցել կյանք։ Պայմանները ճիշտ էին, քիմիան ճիշտ էր, բայց ինչ-որ բան բացակայում էր։ Մեկ կարևոր բաղադրիչ, որը մենք դեռ չենք հասկանում։ Երկրորդ դուռը բացում է դեպի սենյակ, որտեղ Մարսը ունեցել է կյանք, իսկական, բարդ, զարգացող կյանք։ Բայց այն մեռավ, ամբողջությամբ, անհետացավ այնպես, որ մենք հազիվ կարող ենք գտնել նրա հետքերը։ Որ դուռն է ավելի սարսափելին։ 2023 թվականին Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Նիկ Բոստրոմը վերահրատարակեց իր հայտնի էսսեն «Մեծ ֆիլտրի» մասին, հատուկ ընդգծելով Մարսի դերը։ Նա գրեց. Մարսը կարող է լինել մեր ամենակարևոր նախազգուշացումը։ Եթե մենք հայտնաբերենք, որ կյանքը սկսվել է Մարսի վրա, բայց հետո մեռել է, դա կնշանակի, որ մեծ ֆիլտրը գտնվում է մեր առջև, որ ինչ-որ բան սպասում է բոլոր կենդանի աշխարհներին, ոչնչացնելու նրանց։ Բայց ինչ է մեծ ֆիլտրը։ Պատկերացրեք աստիճաններ, 10 աստիճան, որոնք տանում են դեպի տիեզերական քաղաքակրթություն։ Առաջին աստիճանը քիմիական էվոլյուցիա, երկրորդը պարզագույն կյանքի ձևերի առաջացում, երրորդը բարդ բջիջների զարգացում, չորրորդը բազմաբջիջ օրգանիզմներ, հինգերորդը բանականություն, վեցերորդը տեխնոլոգիական քաղաքակրթություն, 7-ից 10-րդը տիեզերական ընդլայնում, միջաստղային ճանապարհորդություններ, գալակտիկայի գաղութացում։ Բայց ահա խնդիրը, մենք չենք տեսնում ոչ մի այլ քաղաքակրթություն։ Տիեզերքը լուռ է։ Ինչու՞։ 2019 թվականին Կեմբրիջի համալսարանի աստրոֆիզիկոս Ադրիան Քենտը մոդելավորեց հազարավոր հիպոթետիկ քաղաքակրթությունների զարգացումը։ Նա սկսեց նույն պայմաններից՝ մոլորակ ջրով, մթնոլորտով, էներգիայով։ Ապա թողեց, որ յուրաքանչյուր քաղաքակրթություն զարգանա պատահականորեն։ Արդյունքները եղան ցնցող։ Քաղաքակրթությունների 98% երբեք չհասավ 10-րդ աստիճանին։ Նրանք կանգ առան ինչ-որտեղ ճանապարհին։ Քենտը գրեց. Մեծ ֆիլտրը իրական է։ Հարցը միայն այն է, որտեղ է այն գտնվում։ Մեր ետևում այն դեպքում մենք բախտավոր ենք, որ անցել ենք այն, թե մեր առջև, այն դեպքում մենք դատապարտված ենք։
Եվ Մարսը կարող է պատասխանել այս հարցին։ Պատկերացրեք, որ Մարսի վրա երբեք չի եղել կյանք, չնայած ջրին, մթնոլորտին, ժամանակին։ Դա կնշանակի, որ կյանքի ծագումը անհավանական է, որ երկիրը բացառություն է, որ մեծ ֆիլտրը գտնվում է մեր ետևում, առաջին աստիճաններում։ Եվ դա լավ լուր է, քանի որ դա նշանակում է, որ մենք արդեն անցել ենք ամենաբարդ մասը, որ մեր առջև ոչինչ չի սպասում, որը կարող է մեզ ոչնչացնել։ Բայց հիմա պատկերացրեք հակառակը։ Մարսի վրա եղել է կյանք, բակտերիաներ, որոնք լողում էին հին օվկիանոսներում, միկրոօրգանիզմներ, որոնք ապրում էին հողում, հնարավոր է նույնիսկ բարդ օրգանիզմներ, բայց նրանք բոլորը մեռան ամբողջությամբ։ Դա սարսափելի լուր է։ 2021 թվականին Փրինսթոնի համալսարանի աստրոբիոլոգ Էդամ Ֆրանկը հաշվարկեց հավանականությունները։ Եթե Մարսի վրա եղել է կյանք եւ մեռել է, դա կնշանակի, որ մեծ ֆիլտրը գտնվում է ինչ-որ տեղ, մեր եւ տիեզերական քաղաքակրթության միջև։ Ֆրանկը գրեց. Մարսի մահը կարող է լինել նախադիտում մեր սեփական ճակատագրի։ Եթե մի մոլորակ, որը ունեցել է ամեն ինչ, կարող էր մեռնել, ինչու ոչ մենք։ Նա հաշվարկեց, որ եթե Մարսի վրա հայտնաբերվի կյանքի ապացույց, մարդկության գոյատևման հավանականությունը հաջորդ 1000 տարիների ընթացքում իջնում է 30-ից մինչև 10%։ 10%։ Մեկը 10-ից։ Բայց ինչու։ Ինչով է Մարսի մեռած կյանքը փոխում մեր հավանականությունները։ Պատկերացրեք, որ դուք քայլում եք անտառում եւ գտնում եք կմախք։ Մեկ կմախք։ Դուք մտածում եք հետաքրքիր, բայց ոչինչ հատուկ։ Ապա գտնում եք երկրորդը, երրորդը, 10-րդը, 100-րդը եւ հանկարծ հասկանում եք, այս անտառը լի է թունավոր կմախքներով։ Յուրաքանչյուր նոր կմախք ավելացնում է ապացույց, որ այս անտառը վտանգավոր է։ Տիեզերքի հետ նույնն է։ Յուրաքանչյուր մեռած քաղաքակրթություն, որը մենք հայտնաբերում ենք, ավելացնում է ապացույց, որ տիեզերքը վտանգավոր է կյանքի համար։ 2022 թվականին Perseverance մարսոտիճանը Jezero կրատերում հայտնաբերեց մի բան, որը փոխեց քննարկումը։ Ժայռի նմուշում, որը վերցվեց հին լճի հատակից, գտնվեցին օրգանական մոլեկուլներ, կազմակերպված այնպիսի ձևով, որը երկրի վրա սովորաբար տեսնվում է միայն կենսաբանական պրոցեսների արդյունքում։ Մոլեկուլները ձևավորում էին շղթաներ, ճիշտ այնպես, ինչպես դնեթն կամ ռնեթն։ NASA-ի աստրոքիմիկոս Ջենիֆեր Էյգենբրոդը, որը վերլուծում էր տվյալները, զգուշորեն հայտարարեց. Մենք չենք կարող վստահորեն ասել, որ սա կենսագրություն է, բայց մենք չենք կարող նաև բացառել այն։ Այս մոլեկուլները պահպանել են իրենց կառուցվածքը 3 միլիարդ 500 միլիոն տարի։ Դա ինքնին հրաշք է։ Բայց ինչպես կարող են մոլեկուլները պահպանվել այդքան երկար։ Պատկերացրեք գիրք, որը թաղված է հողում։ 10 տարի անց էջերը կփտեն։ 100 տարի անց գիրքը կդառնա փոշի։ Բայց եթե այդ գիրքը թաղված է ոչ թե հողում, այլ սառույցում, խորը սառեցված շերտում, որտեղ ոչ թթվածին կա, ոչ ջուր, ոչ բակտերիաներ, այն կարող է պահպանվել միլիոնավոր տարիներ։ Մարսի հողը հենց այդպիսի սառեցված արխիվ է։ Յուրաքանչյուր շերտ պահպանում է իր ժամանակի մոլեկուլները, եւ եթե այդ մոլեկուլները կենսաբանական ծագում ունեն, դրանք պատմում են պատմություն։ Պատմություն կյանքի մասին, որը երբեմն գոյություն ունեցավ այստեղ։ 2023 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի երկրաքիմիկոս Ջոն Էյլերը մշակեց նոր մեթոդ տարբերակելու կենսաբանական եւ ոչ կենսաբանական օրգանական մոլեկուլները։ Մեթոդը հիմնված է իզոտոպների հարաբերակցության վրա։ Երբ բակտերիաները ստեղծում են օրգանական մոլեկուլներ, նրանք նախընտրում են թեթև իզոտոպները։ Երբ մոլեկուլները ձևավորվում են քիմիական ռեակցիաներից, իզոտոպների բաշխումը պատահական է։ Էյլերը բացատրեց. Սա ինչպես ձեռագիր է։ Յուրաքանչյուր մարդ ունի իր յուրահատուկ ձեռագիրը։ Կյանքն էլ ունի իր յուրահատուկ քիմիական ձեռագիրը։ Եվ մենք կարող ենք կարդալ այն, նույնիսկ 3 միլիարդ տարի հետո։ Բայց արդյոք Մարսի մոլեկուլները ունեն այդ ձեռագիրը։ Պատկերացրեք, որ դուք դետեկտիվ եք եւ ուսումնասիրում եք հին ձեռագիր։ Թանաքը բլեդացել է, թուղթը փշրվում է, բայց դեռ կարող եք տեսնել որոշ տառեր, որոշ բառեր։ Դուք փորձում եք վերականգնել ամբողջ տեքստը, հիմնվելով այդ հատվածների վրա։ Մարսի մոլեկուլների հետ նույնն է։ Դրանք վնասված են ճառագայթումից։ 2024 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց նոր առաքելության մասին՝ ExoMars Rosalind Franklin։ Այս մարսոտիճանը կունենա հատուկ գործիք՝ Mars Organic Molecule Analyzer, որը կարող է չափել իզոտոպների հարաբերակցությունը անմիջապես Մարսի վրա։ Առաքելության գիտական ղեկավար Խորխե Վագոն բացատրեց.
Սա առաջին անգամն է, երբ մենք կարող ենք իսկապես տարբերակել կենսաբանական և ոչ կենսաբանական օրգանական նյութը Մարսի վրա։ Եթե մենք գտնենք կենսաբանական ձեռագիր, դա կլինի ամենամեծ հայտնագործությունը գիտության պատմության մեջ։ Բայց ինչ, եթե մենք գտնենք այդ ձեռագիրը և այն պատմի մեզ, որ Մարսի կյանքը մեռավ։ Պատկերացրեք, որ կարդում եք վերջին էջը գրքի, որտեղ գրված է. «Եվ այդպես ավարտվեց ամեն ինչ»։ Կյանքը, որը ծաղկել էր միլիարդավոր տարիներ, անհետացավ մեկ պահի մեջ։ Ինչպիսի զգացում կունենաք։ Վախ, տխրություն, անորոշություն։ Քանի որ եթե դա տեղի ունեցավ Մարսի հետ, դա կարող է տեղի ունենալ մեզ հետ, բայց նաև հետաքրքրություն։ Ինչով մեռավ Մարսի կյանքը։ Ինչ սպանեց նրան։ Եվ ամենակարևորը, կարող ենք մենք խուսափել նույն ճակատագրից։ 2019 թվականին Վաշինգտոնի համալսարանի պլանետոլոգ Ռոջեր Սամերսը ստեղծեց մոդել, որը նմանակում էր Մարսի կյանքի հնարավոր մահը։ Նա դիտարկեց 3 սցենար։ Առաջին՝ արագ մահ։ Աստերոիդի հարված կամ հսկայական հրաբխային ժայթքում, որը ոչնչացրեց ամբողջ կենսոլորտը մի քանի տարում։ Երկրորդ՝ դանդաղ մահ։ Մթնոլորտի աստիճանական կորուստ, ջրի գոլորշիացում, պայմանների վատթարացում միլիոնավոր տարիների ընթացքում։ Երրորդ՝ ստորգետնյա գոյատևում։ Մակերեսային կյանքը մեռավ, բայց խորը ստորգետնյա շերտերում միկրոօրգանիզմները շարունակեցին գոյատևել։ Որ սցենարն է ճիշտը։ Պատկերացրեք, որ դուք բժիշկ եք և ուսումնասիրում եք ցիվանդի մարմինը։ Հիվանդը մեռել է 3 միլիարդ տարի առաջ։ Դուք չունեք բժշկական պատմություն, չունեք վկաներ։ Միայն մարմինը, սառած, պահպանված, լի գաղտնիքներով։ Ինչպես կարող եք պարզել, թե ինչից մեռավ հիվանդը։ Դուք ուսումնասիրում եք յուրաքանչյուր օրգանը, յուրաքանչյուր հյուսվածքը, փնտրում եք վնասվածքներ, անոմալիաներ, հետքեր։ Մարսի հետ նույնն է։ Յուրաքանչյուր ժայռ, յուրաքանչյուր հողի նմուշ, յուրաքանչյուր մոլեկուլ պատմում է մի փոքր մասը պատմության։ 2021 թվականին Perseverance մարսոտիճանը հայտնաբերեց մի բան, որը կարող է լինել կարևոր ակնարկ։ Ջեզերո կրատերի հատակում, ժայռերի որոշակի շերտերում գտնվեցին պերքլորատների անսովոր բարձր կոնցենտրացիաներ, բայց ոչ բոլոր շերտերում, միայն որոշակի շերտերում, ձևավորված 3 միլիարդ 600 միլիոն տարի առաջ։ NASA-ի երկրաքիմիկոս Լյութեր Բիգլը բացատրեց. Պերքլորատները կարող են ձևավորվել, երբ մթնոլորտը դառնում է չափազանց օքսիդացնող։ Սա կարող է տեղի ունենալ, երբ մոլորակը կորցնում է իր մագնիսական դաշտը և արևային ճառագայթումը սկսում է ուղղակիորեն հարվածել մթնոլորտին։ Եթե այդ շերտերը ձևավորվել են կյանքի մահից հետո, դա կնշանակի, որ կյանքը մեռավ, երբ մագնիսական դաշտը անհետացավ։ Մագնիսական դաշտը։ Անտեսանելի վահանը, որը պաշտպանում էր Մարսը։ Պատկերացրեք, որ ապրում եք տան մեջ, որը պաշտպանված է անտեսանելի վահանով։ Դուք չեք տեսնում այդ վահանը, բայց այն արգելափակում է քամին, անձրևը, ցուրտը։ Ապա մի օր վահանը անջատվում է։ Սկզբում դուք նկատում եք փոքր փոփոխություններ, քամին ավելի ուժեղ է, անձրևը ավելի սառը, բայց աստիճանաբար, օրեցօր, պայմանները դառնում են անտանելի, և վերջապես դուք պետք է լքեք տունը կամ մեռնել։ Մարսի կյանքի հետ նույնն է։ Երբ մագնիսական դաշտը անհետացավ, արևային քամին սկսեց հարվածել ուղղակիորեն մթնոլորտին և մակերեսին։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը նախկինում արգելափակվում էր, սկսեց ոչնչացնել դնեթն։ Պայմանները դարձան ավելի ու ավելի թունավոր։ 2018 թվականին Կոլորադոյի համալսարանի ֆիզիկոս Դեյվիդ Բրեյնը հաշվարկեց, թե որքան արագ կվատթարանային պայմանները Մարսի վրա մագնիսական դաշտի կորստից հետո։ Նրա մոդելը ցույց տվեց, որ առաջին 100,000 տարում մթնոլորտային ճնշումը կիջներ 10%-ով, առաջին միլիոն տարում 30%-ով, առաջին 10 միլիոն տարում 70%-ով։ Բրեյնը գրեց. «Սա ոչ թե ակնթարթային աղետ էր, սա դանդաղ խեղճտում էր։ Կյանքը ունեցավ ժամանակ փորձելու հարմարվել, բայց վերջապես պայմանները դարձան չափազանց ծայրահեղ, նույնիսկ ամենակայուն օրգանիզմների համար։ Բայց արդյոք կյանքը փորձեց հարմարվել։ Պատկերացրեք էվոլյուցիա իրական ժամանակում։ Բակտերիաները, որոնք ապրում են մակերեսին, սկսում են զգալ փոփոխությունները, ավելի շատ ճառագայթում, ավելի քիչ ջուր, ավելի ցածր ջերմաստիճան։ Որոշ բակտերիաներ մեռնում են, բայց մյուսները, որոնք պատահականորեն ունեն մուտացիաներ, որոնք օգնում են նրանց գոյատևել, շարունակում են բազմանալ։ Սերունդից սերունդ բակտերիաները դառնում են ավելի դիմացկուն,
Նրանք զարգացնում են հաստ պաշտպանիչ թաղանթներ, սկսում են արտադրել քիմիական նյութեր, որոնք արգելափակում են ճառագայթումը, փորձում են տեղափոխվել ավելի խորը հողի մեջ, որտեղ պաշտպանված են։ 2020 թվականին Էդինբուրգի համալսարանի էվոլյուցիոն բիոլոգ Չարլզ Քոքելը մոդելավորեց, թե ինչպես կարող էր էվոլյուցիան արձագանքել Մարսի վատթարացող պայմաններին։ Նա օգտագործեց երկրի ծայրահեղ միկրոօրգանիզմների տվյալները, բակտերիաները, որոնք ապրում են Անտարկտիդայի չոր հովիտներում, Աթակամայի անապատում, խորը օվկիանոսային ծակերում։ Քոքելը գտավ, որ էվոլյուցիան կարող էր պահպանել կյանքը Մարսի վրա մինչև 2 միլիարդ տարի մագնիսական դաշտի կորստից հետո, բայց միայն եթե կյանքը տեղափոխվեր ստորգետնյա շերտեր։ Քոքելը գրեց. «Մակերեսային կյանքը դատապարտված էր, բայց ստորգետնյա կյանքը կարող էր գոյատևել։ Հարցը այն է, արդյոք այն ունեցավ ժամանակ տեղափոխվելու»։ Եվ սա մեզ բերում է ամենակարևոր հարցին. եթե Մարսի կյանքը տեղափոխվեց ստորգետնյա շերտեր, արդյոք այն դեռ կա այնտեղ։ Պատկերացրեք քաղաք, որը ենթարկվեց ատոմային պատերազմի։ Մակերեսը ոչնչացված է, շենքերը փլատակներ են, փողոցները լի են ճառագայթմամբ, բայց խորը ստորգետնյա ապաստարաններում մարդիկ դեռ ապրում են։ Նրանք երբեք չեն տեսնում արևի լույսը, երբեք չեն շնչում թարմ օդ, բայց նրանք ապրում են, սերունդներ անցնում են, երեխաները ծնվում են, որոնք երբեք չեն տեսել մակերեսը։ Նրանց համար ստորգետնյա ապաստարանը միակ աշխարհն է, որը նրանք ճանաչում են։ Մարսի ստորգետնյա կյանքի հետ կարող է լինել նույնը։ Միկրոօրգանիզմներ, որոնք ապրում են խավարում, սնվում են հանքանյութերից, երբեք չեն տեսել արևի լույսը, բայց դեռ կենդանի են։ 2022 թվականին Տոկիոյի համալսարանի միկրոբիոլոգ Յուկի Մորոնոն հայտնաբերեց բակտերիաներ երկրի վրա, որոնք ապրել են ստորգետնյա շերտերում 100 միլիոն տարի։ Այդ բակտերիաները գտնվում էին Խաղաղ օվկիանոսի հատակի տակ, 6 կիլոմետր խորության վրա։ Նրանք եղել են մեկուսացված մակերեսից ամբողջ այդ ժամանակը, բայց երբ Մորոնոն բերեց նրանց լաբորատորիա եւ տվեց սնունդ, նրանք սկսեցին բազմանալ։ Մորոնոն գրեց. «Կյանքը կարող է մնալ դրածո վիճակում անհավատալի երկար ժամանակ։ Եթե Մարսի ստորգետնյա շերտերում կան նմանատիպ բակտերիաներ, նրանք կարող են լինել դեռ կենդանի, նույնիսկ եթե մակերեսը մեռած է 3 միլիարդ տարի։ Դրածո վիճակ։ Ոչ կենդանի, ոչ մեռած։ Սպասում։ Պատկերացրեք, որ դուք սառեցված եք ժամանակի մեջ։ Ձեր սիրտը չի բաբախում, ձեր ուղեղը չի մտածում, բայց դուք չեք մեռած։ Ձեր բջիջները պահպանել են իրենց կառուցվածքը, եւ եթե ինչ-որ մեկը ձեզ տաքացնի, տա սնունդ, ջուր, դուք կարող եք վերադառնալ կյանքի։ Մարսի ստորգետնյա բակտերիաները կարող են լինել ճիշտ այդ վիճակում։ Սպասում են։ Միլիարդավոր տարիներ։ Սպասում են, որ պայմանները բարելավվեն, կամ սպասում են, որ մենք գտնենք նրանց։ 2023 թվականին ՆԱՍԱ-ն սկսեց մշակել նոր տեխնոլոգիա Մարսի ստորգետնյա կյանքի հայտնաբերման համար։ Տեխնոլոգիան կոչվում է Subsurface Life Detector եւ հիմնված է սեյսմիկ ալիքների վրա։ Գաղափարը պարզ է։ Ստորգետնյա միկրոօրգանիզմները, երբ սնվում են, արտադրում են գազեր։ Այդ գազերը ստեղծում են փոքրիկ պղճակներ հողում, եւ այդ պղճակները փոխում են սեյսմիկ ալիքների տարածման արագությունը։ ՆԱՍԱ-ի ինժեներ Մարիա Զուբերը բացատրեց. «Մենք փնտրում ենք ոչ թե կյանքը ինքնին, այլ նրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Եթե Մարսի ստորգետնյա շերտերում կա ակտիվ կյանք, այն պետք է թողնի հետքեր, որոնք մենք կարող ենք հայտնաբերել։ Բայց ինչ, եթե կյանքը այնքան խորն է, որ մեր գործիքները չեն հասնում։ Պատկերացրեք օվկիանոս, մակերեսին, ալիքներ, լույս, կյանք, բայց խորանալով լույսը անհետանում է։ 100 մետրում մթություն, 1000 մետրում ամբողջական խավար, 3 կիլոմետրում ճնշում, որը կճզմի ցանկացած սովորական օբյեկտ։ Բայց նույնիսկ այնտեղ, խորագույն ծակերում, կա կյանք։ Տարօրինակ, օտար, հարմարված ծայրահեղ պայմաններին։ Մարսի ստորգետնյա շերտերը կարող են լինել նմանատիպ։ Մենք փորձում ենք հասնել 5 մետր, 10 մետր, բայց կյանքը կարող է լինել 5 կիլոմետր խորության վրա, որտեղ մեր գործիքները երբեք չեն հասնի։ 2021 թվականին Կորնելի համալսարանի երկրաֆիզիկոս Ալեքսանդր Հեյզը հաշվարկեց, թե որքան խորն է անհրաժեշտ փորել, որպեսզի հասնել Մարսի ստորգետնյա ջրային գրպանակներին։ Նրա մոդելը ցույց տվեց, որ հարավային Բևեռի մոտ, որտեղ արդեն հայտնաբերվել է ստորգետնյա լիճ, ջուրը գտնվում է 1 կիլոմետր խորության վրա։ Բայց այլ տեղերում, որտեղ երկրաբանական ջերմությունը ավելի ցածր է,
Ջուրը կարող է լինել 3 կամ նույնիսկ 5 կիլոմետր խորության վրա։ Հեյզը գրեց. «Մեր ներկա տեխնոլոգիան թույլ է տալիս փորել մաքսիմում 10 մետր։ Որպեսզի հասնենք ստորգետնյա ջրին, մենք պետք է բարելավենք մեր տեխնոլոգիան 1000 անգամ։ 1000 անգամ։ Սա ոչ թե անհնար է, բայց պահանջում է ժամանակ։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք հասնել գանձի, որը թաղված է 5 կիլոմետր խորության վրա։ Դուք սկսում եք փոքր բահով։ Յուրաքանչյուր օր փորում եք մի քանի սանտիմետր։ Տարիներ անցնում են։ Դուք փոխում եք գործիքները, բարելավում եք տեխնիկան։ Աստիճանաբար դուք խորանում եք ավելի ու ավելի։ 1 մետր, 10 մետր, 100 մետր։ Յուրաքանչյուր նոր խորություն սովորեցնում է ձեզ ինչ-որ բան նոր։ Եվ վերջապես, տասնամյակներ կամ նույնիսկ դարեր հետո դուք հասնում եք գանձին։ Մարսի ստորգետնյա կյանքի հետ նույնն է։ Մենք սկսում ենք փոքրից, բայց յուրաքանչյուր առաքելություն մեզ մոտեցնում է նպատակին։ 2024 թվականին Չինաստանի տիեզերական գործակալությունը հայտարարեց իր սեփական Մարսի առաքելության մասին Tianwen-2։ Այս առաքելությունը կներառի հատուկ գայլիկոն, որը նախագծված է փորելու մինչև 20 մետր խորությամբ։ Չինացի ինժեներ Լի Վեյը բացատրեց. «Մենք սովորում ենք NASA-ի փորձից։ Դրանք փորեցին 5 մետր, մենք կփորենք 20։ Հաջորդ առաքելությունը կփորի 50։ Աստիճանաբար մենք կհասնենք այնտեղ, որտեղ կյանքը կարող է լինել»։ Բայց ինչու ենք մենք այդքան վստահ, որ կյանքը կա այնտեղ։ Պատկերացրեք, որ դուք որսորդ եք եւ հետևում եք կենդանու հետքերին ձյան մեջ։ Դուք տեսնում եք ոտնահետքեր, տեսնում եք կոտրված ճյուղեր, տեսնում եք մազեր, որոնք մնացել են փշերի վրա։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ կենդանին անցել է այստեղով։ Բայց դուք չեք տեսնում կենդանուն ինքը։ Արդյոք դա նշանակում է, որ կենդանին չկա։ Ոչ, դա պարզապես նշանակում է, որ դուք դեռ չեք հասել նրան։ Մարսի հետ նույնն է։ Մենք տեսնում ենք բոլոր նշանները՝ օրգանական մոլեկուլներ, մեթան, նիտրատներ, հին ջրի հետքեր, բայց չենք տեսնում կյանքը ինքը։ Դա չի նշանակում, որ այն չկա։ Դա նշանակում է, որ մենք դեռ չենք փորել բավականաչափ խորը։ 2022 թվականին NASA-ի աստրոբիոլոգ Մերի Վոյտեկը հրապարակեց հոդված, որը կոչվում էր Մարսի լռության 3 բացատրությունները։ Նա գրեց. «Առաջին բացատրությունը. կյանքը երբեք չի եղել Մարսի վրա։ Մենք սխալվում ենք, երբ մտածում ենք, որ ջուրը եւ մթնոլորտը բավարար են։ Երկրորդ բացատրությունը. կյանքը եղել է, բայց մեռել է, եւ մենք դեռ չենք գտել նրա հետքերը։ Երրորդ բացատրությունը. կյանքը կա, բայց թաքնված է այնպիսի խորության վրա կամ այնպիսի ձևով, որը մենք դեռ չենք կարող հայտնաբերել»։ Վոյտեկը ավելացրեց. «Ես անձամբ հավատում եմ երրորդ բացատրությանը, բայց միակ ճանապարհը պարզելու համար շարունակել փորել։ Շարունակել փորել։ Շարունակել փնտրել։ Շարունակել հույս ունենալ։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք Մարսի մակերեսին։ Ձեր ոտքերի տակ կարմիր փոշի։ Ձեր գլխավերևում վարդագույն երկինք։ Հորիզոնում Օլիմպ Մոնսի հսկայական ուրվագիծը։ Դուք գիտեք, որ ձեր ոտքերի տակ խորը ներքևում կարող է լինել կյանք։ Միկրոօրգանիզմներ, որոնք ապրել են միլիարդավոր տարիներ, սպասելով, որ ինչ-որ մեկը գտնի նրանց։ Դուք զգում եք կապ այդ անտեսանելի կյանքի հետ։ Քանի որ դուք երկուսդ էլ գոյատևողներ եք։ Դուք գոյատևել եք երկրի վրա, անցնելով էվոլյուցիայի միլիոնավոր տարիները։ Նրանք գոյատևել են Մարսի վրա, անցնելով մոլորակի մահը։ Եվ հանկարծ դուք հասկանում եք, Մարսի լռությունը ոչ թե վերջն է, այն սկիզբ է։ Պատկերացրեք, որ կանգնած եք հսկայական գրադարանի առջև։ Այս գրադարանը պարունակում է 10 միլիարդ գիրք։ Յուրաքանչյուր գիրք պատմում է մի մոլորակի պատմությունը։ Մոլորակներ, որոնք ունեցել են ջուր։ Մոլորակներ, որոնք ունեցել են մթնոլորտ։ Մոլորակներ, որոնք ունեցել են ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է կյանքի համար։ Դուք սկսում եք կարդալ։ Առաջին գիրքը պատմում է մոլորակի մասին, որը մեռավ երիտասարդ հասակում։ Երկրորդը մոլորակի մասին, որը երբեք չծաղկեց։ Երրորդը մոլորակի մասին, որը ստեղծեց կյանք, բայց այն անհետացավ մի քանի միլիոն տարում։ Դուք կարդում եք 100 գիրք, 1000 գիրք, միլիոն գիրք, միլիոն գիրք, եւ յուրաքանչյուր գրքում նույն ավարտը՝ լռություն։ 2025 թվականին Սանտա Ֆե ինստիտուտի աստրոֆիզիկոս Քալեբ Շարֆը ստեղծեց ամենամեծ համակարգչային մոդելը, որ երբևէ նվիրված է եղել օտար կյանքի հարցին։
Նա մուտքագրեց տվյալներ 5000 էկզոմոլորակների մասին, մոլորակներ, որոնք հայտնաբերվել են այլ աստղերի շուրջ։ Յուրաքանչյուր մոլորակի համար նա հաշվարկեց հավանականությունը, որ այնտեղ կարող է լինել կյանք։ Արդյունքները եղան անսպասելի։ 2700 մոլորակ ունեին ճիշտ ջերմաստիճան, 1300 ճիշտ չափ, 642 ջուր, բայց երբ շարֆը հաշվարկեց, թե քանիսը պետք է ունենային կյանք, հիմնվելով մեր գիտելիքների վրա, թիվը եղավ 0։ 0։ Ոչ մի մոլորակ։ Շարֆը գրեց. խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք գտնում կյանք, խնդիրը այն է, որ ըստ մեր հաշվարկների, կյանքը չպետք է գոյություն ունենա ոչ մի տեղ, նույնիսկ երկրի վրա։ Բայց մենք այստեղ ենք։ Ինչ որ բան սխալ է մեր հասկացողության մեջ, եւ Մարսը կարող է ցույց տալ, թե ինչը։ Հիմա պատկերացրեք, որ վերադառնում եք այդ գրադարան, բայց այս անգամ դուք ունեք հատուկ ակնոց։ Երբ դնում եք այն, յուրաքանչյուր գիրք սկսում է փայլել։ Որոշ գրքեր փայլում են կանաչ, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները դեղին, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները կարմիր, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մանուշակագույն, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մոխրագույն, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները սպիտակ, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մուգ կապույտ, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մուգ շագանակագույն, մագույն, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մուգ կարմիր, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մուգ կապույտ, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մուգ շագանակագույն, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մուգ կարմիր, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մուգ կապույտ, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մուգ շագանակագույն, մոլորակներ, որտեղ կյանքը ծաղկեց։ Որոշները մուգ կարմիր։ Perseverance մարսոտիճանը ավարտեց իր ամենակարևոր վերլուծությունը։ 3 տարվա ընթացքում նա հավաքել էր 32 նմուշ տարբեր տեղերից ջեզերո կրատերում։ Յուրաքանչյուր նմուշ ներկայացնում էր տարբեր ժամանակաշրջան՝ 3 միլիարդ 800 միլիոն տարուց մինչև 3 միլիարդ 200 միլիոն տարի առաջ։ 600 միլիոն տարվա պատմություն, փակված 32 ժայռի մեջ։ Երբ գիտնականները վերլուծեցին այդ նմուշները, նրանք տեսան մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Առաջին 10 նմուշները, ամենահինները, պարունակում էին օրգանական մոլեկուլներ բարդ կառուցվածքով։ Մոլեկուլներ, որոնք երկրի վրա սովորաբար ասոցացվում են կենսաբանական պրոցեսների հետ։ Հաջորդ 10 նմուշները պարունակում էին ավելի պարզ մոլեկուլներ, իսկ վերջին 12 նմուշները, ամենաերիտասարդները, գրեթե չունեին օրգանական նյութ։ NASA-ի աստրոքիմիկոս Ջենիֆեր Էյգենբրոդը, որը ղեկավարում էր վերլուծությունը, հայտարարեց. Սա ինչպես ժամանակի մեքենա է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է օրգանական բարդությունը նվազում ժամանակի ընթացքում։ Սա համահունչ է սցենարին, որտեղ կյանքը գոյություն ունեցավ վաղ շրջանում, բայց աստիճանաբար անհետացավ։ Աստիճանաբար անհետացավ։ Ոչ թե մի պահի մեջ, այլ միլիոնավոր տարիների ընթացքում։ Պատկերացրեք, որ նայում եք ֆիլմ հակառակ ուղղությամբ։ Վերջում անապատ, լուռ, մեռած։ Բայց երբ ժապավենը պտտվում է հետ, դուք տեսնում եք, թե ինչպես է անապատը դառնում դաշտավայր։ Դաշտավայրը անտառ, անտառը ջունգլի։ Եվ վերջապես, ամենասկզբում, դուք տեսնում եք օվկիանոս, լի կյանքով։ Մարսի նմուշները ցույց են տալիս ճիշտ այդ պատկերը։ 3 միլիարդ 800 միլիոն տարի առաջ բարդ օրգանական քիմիա։ 3 միլիարդ 500 միլիոն տարի առաջ ավելի պարզ։ 3 միլիարդ 200 միլիոն տարի առաջ գրեթե ոչինչ։ 600 միլիոն տարի։ Սա այն ժամանակահատվածն է, երբ Մարսը կորցրեց ամեն ինչ։ 2027 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի երկրաբան Բեթանի Էլման վերակառուցեց Մարսի կլիման այդ վճռորոշ 600 միլիոն տարիների ընթացքում։ Նա օգտագործեց Perseverance-ի տվյալները, Curiosity-ի չափումները և Mars Reconnaissance օրբիտերի դիտարկումները։ Նրա մոդելը ցույց տվեց աղետալի պատկեր։ 3 միլիարդ 800 միլիոն տարի առաջ Մարսի մթնոլորտային ճնշումը եղել է մոտավորապես կես բար, բավարար, որպեսզի հեղուկ ջուրը կարողանա գոյություն ունենալ մակերեսին։ 3 միլիարդ 500 միլիոն տարի առաջ իջել է մինչև 0.3 բար։ 3 միլիարդ 200 միլիոն տարի առաջ 0.06 բար։ Ներկայիս Մարսի մթնոլորտային ճնշումը եղել է մոտավորապես կես բար, բավարար, որպեսզի հեղուկ ջուրը կարողանա գոյություն ունենալ մակերեսին։
3 միլիարդ 500 միլիոն տարի առաջ իջել է մինչև 0.3 բար։ 3 միլիարդ 1 միլիարդ 200 միլիոն տարի առաջ 0.06 բար։ Ներկայիս Մարսի մթնոլորտային ճնշումը եղել է մոտավորապես կես բար, բավարար որպեսզի հեղուկ ջուրը կարողանա գոյություն ունենալ մակերեսին։ 3 միլիարդ 500 միլիոն տարի առաջ իջել է մինչև 0.3 բար։ 3 միլիարդ 200 միլիոն տարի առաջ 0.06 բար։ Ներկայիս Մարսի մթնոլորտային ճնշումը եղել է մոտավորապես կես բար։ Սա ոչ թե ակնթարթային աղետ էր, ինչպես աստերոիդի հարվածը, սա դանդաղ ասֆիքսիա էր։ Պատկերացրեք, որ դուք դանդաղորեն կորցնում եք ձեր օդը, ոչ թե մի վայրկյանում, այլ տասնամյակների ընթացքում։ Յուրաքանչյուր շունչ դառնում է ավելի դժվար, յուրաքանչյուր օր ավելի ցավոտ։ Բայց դուք հարմարվում եք, քանի դեռ կարող եք, մինչև մի օր, երբ այլևս չեք կարող։ Բայց ահա հարցը, որը պահում է գիտնականներին արթուն գիշերները։ Եթե Մարսի կյանքը ունեցավ 600 միլիոն տարի, հարմարվելու, ինչու այն չկարողացավ գոյատևել։ Պատկերացրեք էվոլյուցիա որպես մրցավազք։ Միջավայրը փոխվում է, եւ օրգանիզմները պետք է հարմարվեն կամ մեռնեն։ Երկրի վրա, երբ պայմանները փոխվել են, կյանքը միշտ գտել է ճանապարհ։ Երբ օվկիանոսները սառեցին, կյանքը տեղափոխվեց խորը ջրերի մեջ։ Երբ մթնոլորտը փոխվեց, կյանքը զարգացրեց նոր մետաբոլիզմ։ Երբ աղետներ տեղի ունեցան, կյանքը գտավ ապաստան։ Բայց Մարսի վրա, ըստ երևույթին, կյանքը չկարողացավ հարմարվել։ Ինչու։ 2028 թվականին Օքսֆորդի համալսարանի էվոլյուցիոն բիոլոգ Նիկ Լեյնը առաջարկեց տեսություն, որը կոչվում է էներգետիկ շեմը։ Նա բացատրեց. կյանքը պահանջում է էներգիա։ Երկրի վրա կյանքը ստանում է էներգիա 3 աղբյուրներից՝ արևի լույս, քիմիական ռեակցիաներ եւ երկրաբանական ջերմություն։ Բայց երբ Մարսը կորցրեց իր մթնոլորտը, արևի լույսը դարձավ մահացու, ուլտրամանուշակագույն ճառագայթման պատճառով։ Քիմիական ռեակցիաները դարձան անհնար ջրի բացակայությանի պատճառով։ Մնաց միայն երկրաբանական ջերմությունը։ Բայց Մարսը փոքր է, նրա ներքին ջերմությունը թույլ է։ Հնարավոր է, որ էներգիան պարզապես բավարար չէր պահպանելու կյանքը։ Էներգետիկ շեմ՝ կետը, որից ներքև կյանքը չի կարող գոյատևել։ Պատկերացրեք, որ փորձում եք վառել կրակ։ Դուք ունեք փայտ, ունեք կայծ, բայց եթե փայտը չափազանց խոնավ է, կրակը չի բռնվի։ Դուք կարող եք փորձել ժամերով, բայց եթե պայմանները ճիշտ չեն, կրակը երբեք չի վառվի։ Կյանքի հետ նույնն է։ Դուք կարող եք ունենալ բոլոր բաղադրիչները՝ ջուր, օրգանական մոլեկուլներ, ժամանակ, բայց եթե էներգիան բավարար չէ, կյանքը չի կարող սկսվել։ Կամ եթե այն արդեն սկսվել է, այն չի կարող շարունակվել։ 2029 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բիոֆիզիկոս Ջերեմի Ինգլանդը հաշվարկեց նվազագույն էներգիան, որը անհրաժեշտ է կյանքի պահպանման համար։ Նա օգտագործեց թերմոդինամիկայի երկրորդ օրենքը եւ տեղեկատվության տեսությունը։ Նրա հաշվարկները ցույց տվեցին, որ պարզագույն միկրոօրգանիզմը պահանջում է մինիմում 10 հզորությամբ -12 վատ էներգիա յուրաքանչյուր բջջի համար։ Սա անհավատալի փոքր թիվ է՝ 1 պիկովատ։ Բայց երբ Ինգլանդը հաշվարկեց հասանելի էներգիան Մարսի ստորգետնյա շերտերում, նա գտավ, որ այն մոտավորապես 10 հզորությամբ -13 վատ է։ 10 անգամ ավելի քիչ, քան անհրաժեշտ է։ 10 անգամ ավելի քիչ։ Սա ինչպես փորձել վառել կրակ խոնավ փայտով անձրևի տակ։ Ինգլանդը գրեց. եթե այս հաշվարկները ճիշտ են, Մարսի ստորգետնյա շերտերը պարզապես չունեն բավարար էներգիա պահպանելու կյանքը։ Կյանքը կարող էր գոյատևել այնտեղ միլիոնավոր տարիներ, սնվելով պաշարված էներգիայից, բայց վերջապես այդ պաշարները սպառվեցին, եւ կյանքը մեռավ։ Ոչ թե դրամատիկ մահով, այլ պարզապես դադարելով գոյություն ունենալ, ինչպես կրակը, որը դանդաղորեն մարում է։ Բայց սպասեք, եթե Մարսի կյանքը մեռավ էներգիայի բացակայությունից, ինչու է երկրի կյանքը դեռ գոյատևում։ Պատկերացրեք երկու տուն, երկուսն էլ ունեն ջեռուցում, բայց առաջին տունը մեծ է, 200 քառակուսի մետր, երկրորդը փոքր, 50 քառակուսի մետր։ Երկուսն էլ ունեն նույն ջեռուցման համակարգը, բայց մեծ տունը մնում է տաք, քանի որ այն ավելի լավ է պահպանում ջերմությունը։ Փոքր տունը սառչում է արագ։ Երկրի եւ Մարսի հետ նույնն է։ Երկիրը մեծ է, 10 անգամ ավելի զանգվածով։ Նրա ներքին ջերմությունը հզոր է։ Նրա մագնիսական դաշտը ակտիվ է։ Նրա տեկտոնիկ սալերը շարժվում են,
ռեցիկլացնելով նյութերը եւ էներգիան։ Մարսը փոքր է, նրա միջուկը սառել է, նրա մագնիսական դաշտը մեռել է, նրա մակերեսը անշարժ է։ Երկիրը կենդանի մոլորակ է, Մարսը մեռած մոլորակ է, եւ այդ տարբերությունը որոշեց ամեն ինչ։ 2030 թվականին ՆԱՍԱ-ն եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը համատեղ հայտարարեցին ամենահավակնոտ առաքելության մասին մարդկության պատմության մեջ՝ Mars Sample Return։ Այս առաքելությունը կվերադարձնի Երկիր Perseverance-ի հավաքած 32 նմուշները։ Առաքելությունը բարդ է։ Մարսոտիճան կթողնի նմուշները հատուկ կոնտեյներում։ Մարսի օրբիտալ տիեզերանավ կհավաքի դրանք, ապա կվերադարձնի Երկիր։ Ամբողջ process-ը կտևի 10 տարի եւ կարժենա $7 միլիարդ։ $7 միլիարդ 32 ժայռի համար։ Արդյոք դա արժե։ Արդյոք։ Պատկերացրեք, որ ձեզ ասում են, որ կարող եք գնել պատասխան ամենամեծ հարցին, որ երբևէ տանջել է մարդկությանը։ Արդյոք մենք միայնակ ենք տիեզերքում։ Արդյոք կյանքը հազվագյուտ է, թե տարածված։ Արդյոք մեզ սպասում է մեծ ֆիլտրը։ Պատասխանը կարժենա $7 միլիարդ։ Կվճարեք արդյոք։ Իհարկե կվճարեք, քանի որ որոշ հարցեր ավելի կարևոր են, քան գումարը։ 2031 թվականին Լոնդոնի Imperial College-ի փիլիսոփա Թիմոթի Վիլյամսոնը գրեց էսսե, որը կոչվում էր «Ինչու Մարսը կարևոր է ավելի քան մենք մտածում ենք»։ Նա բացատրեց. Մարսը ոչ թե պարզապես մեկ այլ մոլորակ է։ Այն փորձարկում է մեր ամենախորը ենթադրությունները կյանքի, տիեզերքի եւ մեր տեղի մասին նրա մեջ։ Եթե մենք հայտնաբերենք, որ Մարսը երբեք չի ունեցել կյանք, դա կնշանակի, որ կյանքը անհավանական է, որ Երկիրը հրաշք է, որ մենք պետք է պաշտպանենք այն ցանկացած գնով։ Եթե մենք հայտնաբերենք, որ Մարսը ունեցել է կյանք, բայց այն մեռավ, դա կնշանակի, որ կյանքը խոցելի է, որ մենք պետք է զգույշ լինենք, որ մեր ապագան երաշխավորված չէ։ Երաշխավորված չէ։ Սա բառերն են, որոնք պետք է մեզ արթնացնեն։ Հիմա պատկերացրեք, որ կանգնած եք լեռան գագաթին։ Ձախ կողմում տեսնում եք հովիտ, Մարսի անցյալը, կանաչ, կենդանի, լի հնարավորություններով։ Աջ կողմում տեսնում եք մեկ այլ հովիտ, Մարսի ներկան, կարմիր, անապատ, լուռ։ Եվ դուք կանգնած եք ճիշտ այն կետում, որտեղ մեկ հովիտը վերածվեց մյուսին։ Այդ կետը կոչվում է կրիտիկական անցում։ Պահը, երբ մոլորակը անցավ կենդանի վիճակից մեռած վիճակի։ Եվ հարցը, որը պետք է տանջի մեզ, հետևյալն է. արդյոք Երկիրը մոտենում է իր սեփական կրիտիկական անցմանը։ 2032 թվականին, երբ Մարսի նմուշները վերջապես վերադարձան Երկիր, դրանք տեղափոխվեցին հատուկ լաբորատորիա Հյուսթոնում։ Լաբորատորիան նախագծված էր այնպես, որ ոչ մի երկրային միկրոօրգանիզմ չկարողանար աղտոտել նմուշները։ 150 գիտնական 17 երկրներից սկսեցին վերլուծել ժայռերը, օգտագործելով ամենաժամանակակից գործիքները։ Նրանք փնտրեցին ամեն ինչ՝ օրգանական մոլեկուլներ, իզոտոպային անոմալիաներ, հանքանյութային կառուցվածքներ, որոնք կարող էին ցույց տալ կենսաբանական ակտիվություն։ 6 ամիս անց նրանք հրապարակեցին իրենց առաջին արդյունքները։ ՆԱՍԱ-ի աստրոբիոլոգ Մերի Վոյտեկը, որը ղեկավարում էր վերլուծությունը, կանգնեց մամուլի ասուլիսի ամբիոնի առջև։ Նրա դեմքը լուրջ էր։ Նա ասաց. «Մենք վերլուծեցինք 32 նմուշները։ Մենք գտանք օրգանական մոլեկուլներ 18 նմուշներում։ Այդ մոլեկուլները ցույց են տալիս իզոտոպային հարաբերակցություններ, որոնք Երկրի վրա սովորաբար ասոցացվում են կենսաբանական պրոցեսների հետ։ Բայց նա դադարեց, սենյակը լռեց։ Բայց մենք չենք կարող վստահորեն ասել, որ սա կենսագրություն է։ Մոլեկուլները կարող են ձևավորվել նաև ոչ կենսաբանական ճանապարհով, որոշակի պայմաններում, որոնք մենք դեռ լիովին չենք հասկանում»։ Սենյակում բարձրացավ աղմուկ։ Լրագրողները սկսեցին գոռալ հարցեր, բայց Վոյտեկը բարձրացրեց ձեռքը։ «Սպասեք», ասաց նա։ «Կա ևս մեկ բան։ Մենք գտանք մի բան, որը չէինք սպասում։ Նմուշներից մեկում, որը վերցվել է ամենախորը շերտից, մենք հայտնաբերեցինք միկրոսկոպիկ կառուցվածքներ։ Դրանք նման են բջիջների։ Նրանք ունեն թաղանթ, ներքին կառուցվածք, նույնիսկ ինչ-որ բան, որը նման է միջուկի, բայց դրանք չեն կենդանի։ Դրանք սառեցված են ժամանակի մեջ, պահպանված 3 միլիարդ 600 միլիոն տարի։ Սառեցված բջիջներ,
Ֆոսիլներ։ Հնարավոր ապացույց, որ Մարսը երբեմն ունեցել է կյանք։ Վոյտեկը շարունակեց. Մենք պետք է լինենք զգույշ։ այս կառուցվածքները կարող են լինել նաև երկրաբանական ձևավորումներ, որոնք պատահականորեն նման են բջիջների։ Մենք տեսել ենք այդպիսի բաներ երկրի վրա, բայց եթե դրանք իսկապես ֆոսիլներ են, եթե դրանք իսկապես մարսիական կյանքի մնացորդներ են, ապա սա ամենամեծ հայտնագործությունն է գիտության պատմության մեջ։ Եթե այս փոքրիկ բառը կախված է ամեն ինչ։ Պատկերացրեք, որ նայում եք միկրոսկոպի միջոցով։ Դուք տեսնում եք փոքրիկ կառուցվածք, մի միկրոմետր տրամագծով։ Այն ունի կլոր ձև, հաստ արտաքին շերտ, ներսում ավելի խիտ նյութ։ Դուք գիտեք, որ երկրի վրա այդպիսի կառուցվածքները միշտ են բջիջներ, բայց դուք նաև գիտեք, որ բնությունը կարող է ստեղծել նմանատիպ ձևեր առանց կյանքի։ Հանքանյութերը կարող են բյուրեղանալ գնդաձև ձևերով, փոշու մասնիկները կարող են կուտակվել շերտերով։ Ինչպես կարող եք տարբերակել։ 2033 թվականին Կեմբրիջի համալսարանի պալեոբիոլոգ Ֆրանսես Ուեսթոլը մշակեց նոր մեթոդ տարբերակելու կենսաբանական և ոչ կենսաբանական կառուցվածքները։ Մեթոդը հիմնված է ածխածնի իզոտոպների բաշխման վրա կառուցվածքի ներսում։ Կենդանի բջիջները կենտրոնացնում են թեթև ածխածնի իզոտոպները որոշակի տեղերում։ Երկրաբանական կառուցվածքները ունեն պատահական բաշխում։ Ուեսթոլը կիրառեց այս մեթոդը Մարսի նմուշների վրա։ Արդյունքները եղան անորոշ։ Որոշ կառուցվածքներ ցույց էին տալիս կենտրոնացում, մյուսները ոչ։ Ուեսթոլը գրեց. «Մենք գտնվում ենք գիտության սահմանին։ Մեր գործիքները հասել են իրենց սահմանին։ Որպեսզի վերջնականորեն պատասխանենք հարցին, արդյոք այս կառուցվածքները կենսաբանական են, մենք պետք է գնանք Մարս։ Մենք պետք է տեսնենք իրենց բնական համատեքստում։ Մենք պետք է փորենք ավելի խորը, գտնենք ավելի շատ նմուշներ, ուսումնասիրենք ամբողջ շերտավորումը։ Գնալ Մարս, ոչ թե ռոբոտներով, այլ մարդկանց։ 2035 թվականին ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ առաջին մարդկային առաքելությունը Մարս նախատեսված է 2039 թվականին, 4 տարի հետո։ 6 աստրոնավտ կանցնեն 9 ամիս տիեզերքում, կմնան Մարսի վրա 18 ամիս, ապա կվերադառնան Երկիր։ Ամբողջ առաքելությունը կտևի 3 տարի։ Եվ նրանց հիմնական առաքելությունը կլինի փորել խորը, քորը քան ցանկացած ռոբոտ երբևէ փորել է, փորել մինչև հասնելը ստորգետնյա ջրային գրպանակներին և փնտրել կյանք։ Բայց ինչու ենք մենք այդքան վստահ, որ կյանքը կա այնտեղ։ Ինչու ենք մենք ծախսում միլիարդավոր դոլարներ, ռիսկի ենթարկում մարդկային կյանքներ, նվիրում տասնամյակներ, փնտրելու համար ինչ-որ բան, որը հնարավոր է երբեք չի եղել։ Պատկերացրեք, որ ապրում եք մութ սենյակում։ Դուք երբեք չեք տեսել լույսը։ Ձեր ծնողները ձեզ պատմել են լույսի մասին, բայց դուք երբեք չեք տեսել այն։ Ապա մի օր ինչ-որ մեկը ձեզ ասում է. եթե դուք փորեք այս պատի միջով, կգտնեք լույս։ Կփորեք արդյոք։ Իհարկե կփորեք, քանի որ նույնիսկ փոքրիկ հնարավորությունը տեսնելու լույսը արժե ցանկացած ջանք։ Մարսի հետ նույնն է, նույնիսկ փոքրիկ հնարավորությունը գտնելու կյանք արժե ցանկացած ջանք, քանի որ եթե մենք գտնենք այն, մենք կիմանանք, որ մենք միայնակ չենք։ 2036 թվականին Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի աստրոբիոլոգ Սիմոն Վորթը հրապարակեց ուսումնասիրություն, որը հաշվարկում էր հավանականությունը գտնելու կյանք Մարսի վրա։ Նա դիտարկեց 3 սցենար։ Առաջին՝ կյանքը երբեք չի եղել, հավանականություն 30%։ Երկրորդ՝ կյանքը եղել է, բայց ամբողջությամբ մեռել է, հավանականություն 50%։ Երրորդ՝ կյանքը դեռ գոյատևում է ստորգետնյա շերտերում, հավանականություն 20%։ 20%։ 1/5-ից։ Սա ոչ թե վատ հավանականություն է։ Վորթը գրեց. եթե ես ձեզ ասեի, որ ունեք 20% հավանականություն շահելու միլիարդ դոլար, կխաղայիք արդյոք։ Իհարկե կխաղայիք։ Մարսի հետ նույնն է։ Մենք ունենք 20% հավանականություն գտնելու ամենամեծ հայտնագործությունը մարդկության պատմության մեջ։ Ինչպես կարող ենք չփորձել։ Բայց հիմա պատկերացրեք, որ մենք փորձում ենք և ձախողվում ենք։ Պատկերացրեք, որ մենք փորում ենք տասնամյակներ, ծախսում միլիարդավոր դոլարներ, ուղարկում մարդկանց Մարս և չենք գտնում ոչինչ։ Ոչ բակտերիաներ, ոչ ֆոսիլներ, ոչ կենսագրություն, ոչ կենսագրություններ, ոչինչ։ Ինչ կնշանակի դա։ 2037 թվականին Պրինսթոնի համալսարանի փիլիսոփա Ադամ Ֆրանկը գրեց էսսե, որը կոչվում էր «Մարսի բացասական արդյունքի իմաստը»։
Նա բացատրեց. Եթե մենք չգտնենք կյանք Մարսի վրա, դա կլինի ամենակարևոր բացասական արդյունքը գիտության պատմության մեջ։ Դա կնշանակի, որ կյանքը չափազանց հազվագյուտ է, որ երկիրը իսկապես բացառություն է, որ մենք հնարավոր է միայնակ ենք մեր գալակտիկայում։ Եվ դա կփոխի ամեն ինչ, մեր պատասխանատվությունը, մեր առաջնահերթությունները, մեր ապագան։ Մեր պատասխանատվությունը։ Եթե մենք միայնակ ենք, ապա մենք պահապաններն ենք կյանքի։ Պատկերացրեք, որ դուք վերջին մարդն եք երկրի վրա։ Բոլորը մյուսները մեռել են։ Դուք միայնակ եք։ Ինչ է ձեր պատասխանատվությունը։ Պահպանել կյանքը, պաշտպանել այն, համոզվել, որ այն շարունակվի։ Քանի որ եթե դուք ձախողվեք, կյանքը կվերջանա։ Ոչ թե միայն մարդկային կյանքը, այլ ամբողջ կյանքը։ Եթե Մարսը մեռած է, եթե մենք միայնակ ենք մեր գալակտիկայում, ապա երկիրը վերջին ապաստանն է։ Եվ մենք պահապանները։ 2038 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծեց նոր կոմիտե՝ Պլանետար պաշտպանության կոմիտե։ Կոմիտեի առաքելությունը պարզ էր՝ համոզվել, որ երկիրը երբեք չկրկնի Մարսի ճակատագիրը։ Կոմիտեն սկսեց մշակել միջազգային պրոտոկոլներ կլիմայի պաշտպանության, կենսաբազմազանության պահպանման և մթնոլորտի կայունացման համար։ Կոմիտեի նախագահ Ամինա Մոհամեդը հայտարարեց. Մարսը մեր ուսուցիչն է։ Այն ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ մոլորակը կորցնում է իր հավասարակշռությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա երկրի հետ։ Բայց արդյոք մենք կարող ենք կանխել այն։ Պատկերացրեք, որ դուք վարորորդ եք և տեսնում եք, որ ճանապարհի վրա ընկած է ժայռ։ Դուք ունեք երկու ընտրություն. կարող եք շարունակել ուղիղ և հարվածել ժայռին, կամ կարող եք շրջել։ Ընտրությունը պարզ է։ Բայց ինչ, եթե դուք չեք տեսնում ժայռը, քանի դեռ չափազանց ուշ է։ Մարսի հետ նույնն է։ Մարսը չտեսավ վտանգը, քանի դեռ չափազանց ուշ էր։ Նրա մագնիսական դաշտը թուլացավ աստիճանաբար։ Նրա մթնոլորտը կորավ դանդաղորեն, և երբ կյանքը հասկացավ, որ տանք կա, արդեն չափազանց ուշ էր։ Բայց մենք տեսնում ենք վտանգը։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունեցել Մարսի հետ, և մենք ունենք ժամանակ շրջելու համար։ 2039 թվականին առաջին մարդկային առաքելությունը վայրեջք կատարեց Մարսի վրա։ 6 աստրոնավտ, 3 կին և 3 տղամարդ 17 ազգությունից։ Նրանք կառուցեցին Բազա Ջեզերո կրատերի մոտ և սկսեցին փորել։ Առաջին շաբաթում նրանք հասան 5 մետր խորության, առաջին ամսում 20 մետր, առաջին տարին 100 մետր։ Յուրաքանչյուր մետր բերեց նոր հայտնագործություններ, նոր հանքանյութեր, նոր օրգանական մոլեկուլներ, նոր հարցեր, բայց ոչ կյանք։ Դեռ ոչ կյանք։ Առաքելության հրամանատար Ջեսիկա Վատկինսը յուրաքանչյուր երեկո ուղարկում էր հաղորդագրություն Երկիր։ Մենք շարունակում ենք փորել, ասում էր նա։ Մենք շարունակում ենք փնտրել, մենք շարունակում ենք հույս ունենալ։ Քանի որ յուրաքանչյուր մետր, որ մենք խորանում ենք, մեզ մոտեցնում է պատասխանին։ Եվ երբ մենք գտնենք այդ պատասխանը, լինի դա դրական կամ բացասական, մենք կիմանանք ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունը, որքան էլ դժվար լինի, միշտ ավելի լավ է, քան անորոշությունը։ Ճշմարտությունը ավելի լավ է, քան անորոշությունը։ Սա այն սկզբունքն է, որը շարժում է գիտությանը։ Հիմա պատկերացրեք, որ դուք կանգնած եք Մարսի մակերեսին, 18 ամիս անց առաքելության սկզբից։ Ձեր թիմը փորել է 200 մետր։ Դուք հասել եք շերտի, որտեղ ջերմաստիճանը 0-ից բարձր է, որտեղ սառույցը սկսում է հալվել, որտեղ տեսականորեն կարող է լինել հեղուկ ջուր։ Դուք իջեցնում եք հատուկ զոնդ, հագեցած կամերաներով և սենսորներով, և հանկարծ էկրանի վրա դուք տեսնում եք ինչ-որ բան, փոքրիկ գնդիկներ, որոնք լողում են ջրում։ Դրանք շարժվում են։ Ոչ թե պատահականորեն, այլ նպատակաուղղված։ Դրանք խուսափում են լույսից։ Դրանք մոտենում են սննդի աղբյուրներին։ Դրանք կենդանի են։ Ձեր սիրտը սկսում է բաբախել։ Ձեր ձեռքերը դողում են։ Դուք կանչում եք ձեր թիմակիցներին։ Նրանք վազում են։ Բոլորը նայում են էկրանին, և բոլորը տեսնում են նույնը՝ կյանք։ Իսկական, շարժվող, ակտիվ կյանք Մարսի վրա։ Ոչ ֆոսիլներ, ոչ հին մոլեկուլներ, այլ կենդանի օրգանիզմներ, որոնք գոյատևել են 3 միլիարդ տարի խավարում, սպասելով, որ ինչ-որ մեկը գտնի նրանց։ Սա կլինի պահը, երբ ամեն ինչ կփոխվի։ Կամ պատկերացրեք հակառակը։ Դուք փորում եք 200 մետր,
300 մետր, 500 մետր։ Դուք հասնում եք ստորգետնյա ջրային գրպանակներին, վերցնում եք նմուշներ, վերլուծում եք դրանք ամենազգայուն գործիքներով եւ չեք գտնում ոչինչ։ Ջուրը մաքուր է, չկան բակտերիաներ, չկան օրգանական մոլեկուլներ, չկա կյանք, երբեք չի եղել։ Սա նույնպես կփոխի ամեն ինչ։ Քանի որ երկու դեպքում էլ մենք կիմանանք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կձևավորի մեր ապագան։ Եթե կյանք կա, մենք կիմանանք, որ մենք միայնակ չենք, որ տիեզերքը լի է հնարավորություններով, որ կյանքը դիմացկուն է, հարմարվողական, անոչնչելի։ Եթե կյանք չկա, մենք կիմանանք, որ մենք հազվագյուտ ենք, որ երկիրը գանձ է, որ մենք պետք է պաշտպանենք այն ցանկացած գնով։ Երկու դեպքում էլ Մարսը կսովորեցնի մեզ ամենակարևոր դասը։ 2040 թվականին, երբ առաքելությունը վերադարձավ Երկիր, աստրոնավտները բերեցին իրենց հետ ավելի քան նմուշներ։ Նրանք բերեցին փորձառություն։ Փորձառություն ապրելու մեկ այլ աշխարհում։ Փորձառություն տեսնելու Երկիրը հեռվից, փոքրիկ կապույտ կետ անսահման սևության մեջ։ Փորձառություն հասկանալու, թե որքան խոցելի է կյանքը եւ որքան թանկարժեք։ Ջեսիկա Վատկինսը, առաքելության հրամանատարը, իր առաջին մամուլի ասուլիսին ասաց. Մարսը փոխեց ինձ։ Երբ կանգնում ես այնտեղ, այդ անապատում, եւ նայում ես դեպի երկինք, որտեղ Երկիրը երևում է որպես փոքրիկ աստղ, դու հասկանում ես մի բան. մենք բոլորս նավակում ենք միասին։ Մեկ փոքրիկ մոլորակ անսահման տիեզերքում։ Եվ եթե մենք չպահպանենք այն, ոչ ոք չի պահպանի։ Մեկ փոքրիկ մոլորակ, մեկ փոքրիկ հնարավորություն, մեկ փոքրիկ պատուհան ժամանակի մեջ, երբ կյանքը կարող է ծաղկել։ Եվ Մարսը, լուր եւ կարմիր, կանգնած է որպես հիշեցում։ Հիշեցում, որ կյանքը երաշխավորված չէ, որ մոլորակները կարող են մեռնել, որ քաղաքակրթությունները կարող են անհետանալ, բայց նաև հիշեցում, որ մենք ունենք ընտրություն։ Մենք կարող ենք սովորել Մարսի սխալներից, մենք կարող ենք պաշտպանել մեր տունը, մենք կարող ենք համոզվել, որ Երկիրը երբեք չդառնա երկրորդ մկրորդ Մարս։ Քանի որ վերջապես Մարսի լռությունը ոչ թե պատասխան է, այն հարց է։ Հարց, որը տրված է մեզ, հարց, որը մենք պետք է պատասխանենք մեր գործողություններով, մեր ընտրություններով, մեր ապագայով։ Եվ պատասխանը սկսվում է հիմա։ Պատկերացրեք, որ կանգնած եք երկու հայելիների միջև։ Մեկը ցույց է տալիս անցյալը, Մարսի ոսկե դարը, երբ գետերը հոսում էին եւ օվկիանոսները փայլում էին։ Մյուսը ցույց է տալիս ապագան, Երկիրը, որը կարող է կրկնել այդ ճակատագիրը։ Բայց կա երրորդ հայելի, որը մենք հազիվ նկատում ենք։ Այն գտնվում է ձեր ներսում, եւ այն ցույց է տալիս ամենախորը ճշմարտությունը։ Մենք ինքներս ենք Մարսի լռության մասը։ 2041 թվականին Կիոտոյի համալսարանի փիլիսոփա Յուկի Տանական հրապարակեց էսսե, որը կոչվում էր Մարսի զենը։ Նա գրեց. Մարսը ոչ թե նախազգուշացում է, այն հայելի է։ Երբ մենք նայում ենք Մարսին եւ տեսնում մեռած աշխարհ, մենք իրականում տեսնում ենք մեր սեփական վախերը։ Վախը մեռնելուց, վախը անհետանալուց, վախը, որ ամեն ինչ, ինչ մենք կառուցել ենք, մի օր կդառնա փոշի, բայց հենց այդ վախն է, որը կարող է փրկել մեզ։ Քանի որ միայն այն, ով վախենում է մահից, կարող է իսկապես գնահատել կյանքը։ Բայց արդյոք վախը բավարար է։ Պատկերացրեք, որ դուք բժիշկ եք եւ ձեր հիվանդը մահացու հիվանդ է։ Դուք կարող եք ասել նրան ճշմարտությունը, դուք մահանում եք։ Այդ ճշմարտությունը կստեղծի վախ, բայց վախը միայնակ չի բուժի հիվանդին։ Անհրաժեշտ է նաև գործողություն, բուժում, փոփոխություն։ Մարսի հետ նույնն է։ Մենք գիտենք ճշմարտությունը, մենք տեսնում ենք վտանգը, բայց գիտելիքը եւ վախը բավարար չեն։ Մենք պետք է գործենք։ 2042 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը գումարեց առաջին պլանետար գագաթնաժողովը։ 200 երկրներից ներկայացուցիչներ հավաքվեցին Ժնևում քննարկելու մեկ հարց. ինչպես կարող ենք համոզվել, որ Երկիրը երբեք չդառնա երկրորդ Մարս։ 3 շաբաթ տևեց քննարկումները։ Գիտնականները ներկայացրեցին տվյալներ, քաղաքական գործիչները բանակցեցին, ակտիվիստները պահանջեցին գործողություններ, եւ վերջապես նրանք ստորագրեցին Ժնևյան հռչակագիրը, փաստաթուղթ, որը սահմանում էր մարդկության նոր ուղին։ Հռչակագրի առաջին հոդվածը սկսվում էր այսպես. Մենք, երկրի ժողովուրդները, ճանաչելով Մարսի դասերը, հայտարարում ենք, որ մեր մոլորակի պաշտպանությունը ոչ թե ընտրություն է, այլ
Գոյատևման պայման։ Գոյատևման պայման։ Ոչ թե քաղաքական կարգախոս, այլ գիտական փաստ։ Բայց հիմա պատկերացրեք, որ դուք ժամանակավոր ճանապարհորդ եք։ Դուք կարող եք այցելել ցանկացած պահ պատմության մեջ։ Դուք որոշում եք այցելել Մարս 3 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Այն պահը, երբ ամեն ինչ դեռ հնարավոր էր։ Դուք կանգնում եք հին լճի ափին, ջուրը ջերմ է, արևը փայլում է մեղմ վարդագույն երկնքում։ Եվ ջրում, անտեսանելի ձեր աչքին, միլիարդավոր միկրոօրգանիզմներ ապրում են իրենց պարզ կյանքը։ Նրանք չգիտեն, որ 300 միլիոն տարի հետո նրանց աշխարհը կմեռնի։ Նրանք պարզապես ապրում են։ Արդյոք դուք կասեիք նրանց։ Արդյոք դուք կնախազգուշացնեիք նրանց։ Իհարկե դուք չէիք կարող։ Նրանք չունեն բանականություն, չունեն տեխնոլոգիա, չունեն միջոցներ փոխելու իրենց ճակատագիրը, բայց մենք ունենք։ Մենք ունենք բանականություն, ունենք տեխնոլոգիա, ունենք ընտրություն։ Եվ դա է այն, ինչը մեզ տարբերում է Մարսի մեռած բակտերիաներից։ Մենք կարող ենք տեսնել վտանգը, եւ մենք կարող ենք գործել։ 2043 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աստրոֆիզիկոս Սարա Սիգերը ստեղծեց մոդել, որը կոչվում էր պլանետար դիմացկունության ինդեքս։ Այս ինդեքսը չափում էր, թե որքան դիմացկուն է մոլորակը կլիմայական փոփոխությունների, աստերոիդների հարվածների եւ այլ աղետների նկատմամբ։ Նա հաշվարկեց ինդեքսը Մարսի համար 3 միլիարդ 800 միլիոն տարի առաջ։ Արդյունքը 6.10-ից։ Ապա նա հաշվարկեց ինդեքսը Ուրանոսի համար 2 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Արդյունքը 4.10-ից։ Ապա նա հաշվարկեց ինդեքսը Ուրանոսի համար 2 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Արդյունքը 4.10-ից։ Ապա նա հաշվարկեց ինդեքսը Ուրանոսի համար 2 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Արդյունքը 4.10-ից։ Ապա նա հաշվարկեց ինդեքսը Ուրանոսի համար 2 միլիարդ 5 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Արդյունքը 4.10-ից։ Ապա նա հաշվարկեց ինդեքսը Ուրանոսի համար 2 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Արդյունքը 4.10-ից։ Ապա նա հաշվարկեց ինդեքսը Ուրանոսի համար 2 միլիարդ 500 միլիոն տարի առաջ։ Արդյունքը 4.10-ից։ Ապա նա հաշվարկեց ինդեքսը Ուրանոսի համար Տարբերությունը ոչ թե մեր մոլորակի բնական հատկություններն են, տարբերությունը մենք ենք։ Մեր տեխնոլոգիան, մեր գիտելիքը, մեր կարողությունը գործել, բայց եթե մենք չգործենք, այդ մեկ կետը կարող է անհետանալ մի քանի տասնամյակում։ Եվ ապա մենք կլինենք ճիշտ այնտեղ, որտեղ Մարսը եղել է, դատապարտված։ Բայց ահա հարցը, որը տանջում է ինձ գիշերները. ինչ, եթե մենք արդեն ուշացել ենք։ Պատկերացրեք, որ վազում եք դեպի գնացք։ Գնացքը դանդաղորեն սկսում է շարժվել։ Դուք վազում եք ավելի արագ, ձեր թոքերը այրվում են, ձեր ոտքերը ցավում են, բայց գնացքը արագանում է։ Եվ հանկարծ դուք հասկանում եք, դուք չեք հասցնի, դուք չափազանց ուշացել եք։ Կլիմայական փոփոխության հետ կարող է լինել նույնը։ Մենք վազում ենք, մենք փորձում ենք, բայց արդյոք մենք արդեն չափազանց ուշացել ենք։ 2044 թվականին Պոտսդամի կլիմայական ազդեցության հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հրապարակեցին ուսումնասիրություն, որը կոչվում էր անդառնալի կետերի քարտեզը։ Նրանք բացահայտեցին 15 կլիմայական համակարգ, որոնք կարող են հասնել անդառնալի կետի։ Կետի, որից հետո փոփոխությունները դառնում են անկանգնելի։ Գրենլանդիայի սառցադաշտի հալումը, ամազոնյան անտառների մահը, արևադարձային մոնսունների փոփոխությունը։ Յուրաքանչյուր համակարգ կապված է մյուսների հետ, եւ երբ մեկը փլուզվում է, այն կարող է գործարկել շղթայական ռեակցիա։ Ուսումնասիրության գլխավոր հեղինակ Յոհան Ռոկշտրյոմը նախազգուշացրեց. մեր կյանքի ընթացքում, ոչ թե հեռավոր ապագայում, հիմա։ Բայց պատկերացրեք, որ դուք կանգնած եք ժայռի եզրին, ձեր ոտքերի տակ անդունդ։ Դուք սկսում եք սահել, ձեր ոտքերը կորը կորցնում են բռնելը, դուք սկսում եք ընկնել։ Բայց վերջին վայրկյանին ձեր ձեռքը բռնում է ճյուղ։ Դուք կախված եք, ձեր մկանները դողում են, բայց դուք դեռ ապրում եք, դուք դեռ ունեք հնարավորություն, դուք կարող եք քաշել ձեզ վերև, կամ կարող եք թողնել։ Մարդկությունը հիմա կախված է այդ ճյուղից։ 2045 թվականին Չինաստանը հայտարարեց ամենահավակնոտնոտ կլիմայական ծրագրի մասին պատմության մեջ կանաչ մեծ պատ 2.0։
Ծրագիրը նախատեսում էր տնկել 100 միլիարդ ծառ հաջորդ 20 տարիների ընթացքում։ 100 միլիարդ։ Բավարար, որպեսի ծածկել տարածք Հնդկաստանի չափի։ Բավարար, որպեսի կլանել 10 միլիարդ տոննա ածխածնի դիոքսիդ տարեկան։ Բավարար, որպեսի փոխել կլիման։ Բայց մեկ երկիր բավարար չէ, մեկ ծրագիր բավարար չէ։ Անհրաժեշտ է ամբողջ մոլորակը։ Հնդկաստանը հայտարարեց իր ծրագրի մասին արևային հեղափոխություն։ 10 տարում անցնել լիովին վերականգնվող էներգիայի։ Եվրոպական միությունը շրջանաձև տնտեսություն։ Թյուն, վերամշակել ամեն ինչ, թափոններ 0։ Աֆրիկյան միությունը, կանաչ Սահարա, վերականգնել անապատը, ստեղծել նոր անտառներ։ Յուրաքանչյուր մայրցամաք, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր համայնք սկսեց իր սեփական պայքարը, քանի որ վերջապես բոլորը հասկացան մի բան. Մարսը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մոլորակը մեռնում է։ Եվ ոչ ոք չուզում էր, որ երկիրը դառնա երկրորդ Մարս։ Բայց հիմա թույլ տվեք վերադառնալ այն հարցին, որը սկսեցինք՝ Մարսի լռությունը։ Ինչ է այն իսկապես պատմում մեզ։ Պատկերացրեք, որ դուք լսում եք սիմֆոնիա, օրկեստրը նվագում է, ջութակները երգում են, փողերը հնչում են, թմբուկները բաբախում են, բայց հանկարծ ամեն ինչ դադարում է։ Լռություն։ Ամբողջական բացարձակ լռություն։ Եվ այդ լռության մեջ դուք հասկանում եք ինչ-որ բան։ Լռությունը ոչ թե բացակայություն է, այն ներկայություն է։ Այն տարածություն է, որտեղ ինչ-որ բան եղել է եւ այլևս չկա։ Մարսի լռությունը նույնն է, այն ոչ թե պարզապես դատարկություն է, այն բացակայություն է։ Բացակայություն այն ամենի, ինչը կարող էր լինել։ Բացակայություն կյանքի, որը հնարավոր է ծաղկեց եւ մեռավ։ Բացակայություն ձայների, որոնք երբեք չհնչեցին։ Բացակայություն պատմությունների, որոնք երբեք չպատմվեցին։ 2046 թվականին Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի փիլիսոփա Ալվա Նոեն գրեց գիրք, որը կոչվում էր Լռության փիլիսոփայությունը։ Նա բացատրեց. մենք ապրում ենք աղմկոտ աշխարհում։ Մեքենաների աղմուկ, քաղաքների աղմուկ, տեխնոլոգիայի աղմուկ։ Մենք մոռացել ենք, թե ինչպես է լսել լռությունը։ Բայց Մարսը հիշեցնում է մեզ. լռությունը ոչ թե դատարկությունն է, այն լիություն է։ Լիություն բոլոր այն բաների, որոնք կորել են։ Եվ երբ մենք լսում ենք Մարսի լռությանը, մենք լսում ենք մեր սեփական հնարավոր ապագան։ Մեր սեփական հնարավոր ապագան։ Լռություն, որը կարող է գալ, եթե մենք ձախողվենք։ Բայց ահա ճշմարտությունը, որը մենք պետք է ընդունենք։ Մենք չգիտենք, թե արդյոք Մարսի վրա եղել է կյանք։ Մենք չգիտենք, թե ինչու այն լուռ է։ Մենք չգիտենք, թե արդյոք մենք կարող ենք խուսափել նույն ճակատագրից։ Մենք ապրում ենք անորոշության մեջ, եւ հնարավոր է մենք միշտ կապրենք այդ անորոշության մեջ, բայց հնարավոր է անորոշությունը ոչ թե թուլություն է, այն ուժ է։ Պատկերացրեք, որ դուք ճանապարհորդ եք անտառում։ Դուք չունեք քարտեզ, չունեք կողմնացույց։ Դուք չգիտեք, թե որտեղ եք գնում, բայց դուք շարունակում եք քայլել, քանի որ կանգ առնելը նշանակում է մեռնել։ Շարժվելը, նույնիսկ անորոշության մեջ, նշանակում է ապրել։ Մարդկության հետ նույնն է։ Մենք չգիտենք, թե ինչ է սպասում մեզ, բայց մենք շարունակում ենք շարժվել, շարունակում ենք փորձել, շարունակում ենք հույս ունենալ։ 2047 թվականին NASA-ն հայտարարեց նոր առաքելության մասին Mars Life Deep Drill։ Այս առաքելությունը կունենա հատուկ գայլիկոն, որը կարող է փորել մինչև 3 կիլոմետր խորությամբ։ 3 կիլոմետր։ Բավարար, որպեսի հասնել ստորգետնյա ջրային գրպանակներին։ Բավարար, որպեսի գտնել կյանք, եթե այն կա։ Առաքելությունը նախատեսված է 2052 թվականին, 5 տարի հետո։ 5 տարի, որի ընթացքում մենք կշարունակենք փնտրել, կշարունակենք հույս ունենալ, կշարունակենք հարցնել։ Բայց ինչու։ Ինչու ենք մենք շարունակում փնտրել, երբ յուրաքանչյուր նոր հայտնագործություն բերում է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Ինչու ենք մենք շարունակում հույս ունենալ, երբ յուրաքանչյուր նոր տվյալ ցույց է տալիս, թե որքան խոցելի է կյանքը։ Ինչու ենք մենք շարունակում հարցնել, երբ տիեզերքը կարծես լուռ է։ Քանի որ հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները, պատկերացրեք երեխա, որը առաջին անգամ տեսնում է աստղերը։ Նա ցույց է տալիս երկինք եւ հարցնում է. Ինչ է դա։ Դուք պատասխանում եք. աստղեր։ Նա հարցնում է. ինչու են դրանք փայլում։ Դուք բացատրում եք. քանի որ դրանք հսկայական գնդեր են տաք գազից։ Նա հարցնում է. ինչու են դրանք տաք։ Դուք բացատրում եք միջուկային ֆուզիայի մասին։ Նա հարցնում է. ինչու։ Եվ հանկարծ դուք հասկանում եք,
Յուրաքանչյուր պատասխան բացում է նոր հարց։ Եվ դա գեղեցիկ է։ Մարսի հետ նույնն է։ Յուրաքանչյուր պատասխան բացում է նոր հարց։ Եվ այդ հարցերը մեզ պահում են կենդանի, մեզ պահում են հետաքրքրված, մեզ պահում են մարդկային։ 2048 թվականին Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Նիկ Բոստրոմը վերահրատարակեց իր հայտնի էսսեն «Մեծ ֆիլտրի մասին» նոր եզրակացությամբ։ Նա գրեց. 15 տարի առաջ ես մտածում էի, որ Մարսի լռությունը վատ նշան է, որ դա նշանակում է, որ մեծ ֆիլտրը մեր առջև է։ Բայց հիմա ես հասկանում եմ ինչ-որ բան այլ։ Մարսի լռությունը ոչ թե նախազգուշացում է, այն հրավեր է։ Հրավեր լինել այն քաղաքակրթությունը, որը կգոյատևի։ Հրավեր լինել այն տեսակը, որը կսովորի իր սխալներից։ Հրավեր լինել այն կյանքը, որը կպաշտպանի ինքն իրեն։ Հրավեր։ Ոչ թե դատավճիռ, այլ հնարավորություն։ Հիմա պատկերացրեք, որ վերադառնում եք այն երկու հայելիների մոտ, որտեղ սկսեցինք։ Մեկը ցույց է տալիս Մարսի անցյալը, մյուսը երկրի հնարավոր ապագան։ Բայց այժմ դուք տեսնում եք երրորդ հայելի ավելի հստակ։ Այն գտնվում է ձեր ներսում։ Եվ այն ցույց է տալիս ոչ թե վախ, այլ ընտրություն։ Ընտրություն գործել, ընտրություն փոխել, ընտրություն պաշտպանել այն, ինչը մենք ունենք։ Քանի որ վերջապես Մարսի լռությունը սովորեցնում է մեզ ամենակարևոր դասը։ Կյանքը երաշխավորված չէ։ Մոլորակները կարող են մեռնել, քաղաքակրթությունները կարող են անհետանալ, բայց մենք ունենք ինչ-որ բան, ինչը Մարսը երբեք չունեցավ։ Մենք ունենք գիտակցություն, ունենք ընտրություն, ունենք միմյանց։ 2049 թվականին միջազգային տիեզերական կայանից աստրոնավտ Լիու Յանգը նայեց դեպի Երկիր և Մարս միաժամանակ։ Երկու մոլորակներն էլ երևում էին նրա պատուհանից։ Երկիրը կապույտ և կանաչ, Մարսը կարմիր և լուռ։ Նա ասաց. «Երբ նայում ես այս երկու մոլորակներին կողք կողքի, դու հասկանում ես մի բան։ Տարբերությունը ոչ թե նրանց չափն է, ոչ թե նրանց հեռավորությունը արեգակից։ Տարբերությունը թյունը մենք ենք։ Մենք, մարդիկ, որոնք ապրում են երկրի վրա։ Մենք, որոնք կարող են տեսնել վտանգը և գործել։ Մենք, որոնք կարող են սովորել Մարսի սխալներից։ Մենք ենք տարբերությունը։ Մենք ենք տարբերությունը, ոչ թե մեր մոլորակը։ Մենք։ Եվ հիմա, այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջ դեռ իրականացնում է հազարավոր քիմիական ռեակցիաներ վայրկյանում։ Ձեր ուղեղը դեռ սպառում է ձեր ամբողջ էներգիայի 20%-ը պարզապես մտածելու համար։ Ձեր սիրտը դեռ պոմպավորում է 5 լիտր արյուն ամբողջ մարմնով յուրաքանչյուր րոպե։ Դուք դեռ կենդանի եք։ Եվ այդ կյանքը, այդ անհավատալի, խոցելի, գեղեցիկ կյանքը գոյություն ունի միայն այստեղ, այս փոքրիկ կապույտ կետի վրա, որը լողում է անսահման սևության մեջ։ Մարսը մեռած է, բայց մենք ապրում ենք։ Եվ այդ տարբերությունը, այդ պարզ, խորը տարբերությունը պետք է լցնի մեզ ոչ թե վախով, այլ պատասխանատվությամբ։ Պատասխանատվությամբ պահպանել այն, ինչը մենք ունենք, պաշտպանել այն, ինչը մենք սիրում ենք։ Համոզվել, որ այս փոքրիկ կապույտ կետը երբեք չդառնա երկրորդ կարմիր կետ։ Քանի որ վերջապես Մարսի լռությունը ոչ թե վերջն է, այն սկիզբ է։ Սկիզբ նոր հասկացողության, սկիզբ նոր պատասխանատվության, սկիզբ նոր ապագայի։ Ապագայի, որտեղ մենք սովորել ենք դասերը, որտեղ մենք պաշտպանել ենք մեր տունը, որտեղ մենք համոզվել ենք, որ երբ օտար քաղաքակրթությունը միլիարդավոր տարիներ հետո նայի դեպի մեր արեգակային համակարգը, նրանք կտեսնեն ոչ թե երկու լուռ մոլորակ, այլ մեկը, դեռ կենդանի, դեռ փայլուն, դեռ լի ձայներով և պատմություններով և կյանքով։ Եվ այդ մոլորակը կլինի Երկիրը, մեր տունը, մեր պատասխանատվությունը, մեր ընտրությունը։ Հիշեք, թե ինչպես սկսեցինք։ Դուք կարդում էիք այս բառերը, և ձեր մարմինը կենդանի էր։ Հիմա, այս պահին, ամեն ինչ դեռ նույնն է, բայց ինչ-որ բան փոխվել է։ Դուք հիմա գիտեք Մարսի պատմությունը։ Դուք հիմա հասկանում եք վտանգը։ Դուք հիմա տեսնում եք ընտրությունը։ Եվ այդ գիտելիքը, այդ հասկացողությունը, այդ տեսողությունը, դա է այն, ինչը կարող է փրկել մեզ։ Մարսը լուռ է, բայց մենք չենք։ Մենք խոսում ենք, մենք հարցնում ենք, մենք փնտրում ենք։ Եվ այդ ձայները, այդ հարցերը, այդ փնտրտուքը, դրանք են այն, ինչը մեզ պահում է կենդանի։ Այնպես որ թող Մարսը մնա լուռ, թող այն կանգնի որպես հիշեցում, որպես ուսուցիչ, որպես հայելի։
Բայց մենք կշարունակենք խոսել, կշարունակենք հարցնել, կշարունակենք ապրել, քանի որ վերջապես կյանքը ոչ թե պատասխան է, այն հարց է, հարց, որը մենք տալիս ենք տիեզերքին յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր շունչով, յուրաքանչյուր բաբախումով մեր սրտերի, եւ այդ հարցը հնչում է այսպես. Ես կամ, այո, դուք կաք, մենք կանք, եւ այդ գոյությունը, այդ պարզ, խորը, անհավատալի գոյությունը, դա ամենամեծ հրաշքն է տիեզերքում։ Մարսը չկարողացավ պահպանել այդ հրաշքը, բայց մենք կարող ենք, եւ մենք կանենք, քանի որ մենք սովորել ենք Մարսի լռությունից, եւ այդ դասը կփրկի մեզ։